Ահա։ Բարի երեկո սիրելի Parallel Z Telegram-յան ալիքի հետևորդներ։ Այսօր մեր ոդկասթի հյուրը քաղաքագետ, վերլուծաբան, Դեմոկրատական այլընտրանք կուսակցության հիմնադիր նախագահ, մեր շատ սիրելի պարոն Սուրեն Սուրենյանցն է։ Բարի երեկո, պարոն Սուրենյանց։ Բարև ձեզ։ Շատ ուրախ ենք ձեզ ողջունել Սիրով, ես էլ։ հետընտրական իրականությունում։ Շնորհակալ ենք, որ չեք լքում մեզ, շնորհակալ ենք, որ եթեր եք գալիս եւ չեք թողնում մեզ մենակ այս ամբողջ իրադարձային, կծիկից հետո, որը դեռ չի հանգուցալուծվել։ Զգուշացնենք մեր ունկնդիրներին, որ մեր աշխատանքային լեզուն այսօր լինելու է հայերեն։ Սիրով ողջունում ենք ձեզ եւ միանգամից բոլորին հետաքրքրող հարցը ինչ կատարվեց նախընտրական փուլը ինչպես անցավ ձեր գնահատմամբ եւ ընտրությունների արդյունքները ոնց կգնահատեք, խնդրեմ։ Շնորհակալություն հարցի համար։ Միանգամից ասեմ, որ ի սկզբանե ընդդիմադիր ուժերը տրամադրված էին ծրագրային եւ մրցակցային քարոզարշավի եւ քարոզարշավի առաջի 2 օրն էլ այդ տրամաբանության մեջ ընթացավ, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը բավարար չափով առաջի 2 օրերին զսպել էր իր էմոցիաները, բայց 3-րդ օրվանից սկսած քարոզարշավի Փաշինյանը ըստ երևույթին ներքին եւ արտաքին իր կուրատորների հորդորով որոշեց ընդդիմադիր 3 առանցքային ուժերին տեղավորել մեկ զամբյուղի մեջ, նրանց կոչելով պատերազմի եռագլուխ կուսակցություն։ Նախ այստեղ 2 կարևոր ակցենտ եմ ուզում անել։ 3 քաղաքական առանցքային ուժերը, որոնցից մեկի նախընտրական ցուցակի առաջատար դիրքերում է ես, ԲՀԿ-ի մասին է խոսքը, բայց 3 առանցքային ուժերը ընդդիմադիր, ինչքան էլ որ ընդհանուր օրակարգեր ունեն, դա իշխանափոխությունն է, եկեղեցու պաշտպանությունը եւ այլն, մի քանի այդպիսի ընդհանուր կետեր մենք ունենք, տարբեր էին իրենց ցուցակների կառուցվածքով, մարդկանց եւ ընդհանրապես թիմերի քաղաքական հետագծով, հետեւաբար արհեստական էր այդ նույնականացումը, եւ երկրորդը ընդհանրապես մեր եւ գործընկեր 2 քաղաքական ուժերի խոսույթը պատերազմի մասին չէր։ Կոնկրետ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, երբ առաջարկում էր երաշխավորված խաղաղության մոդելը, դա չէր ենթադրում արդեն գոյություն ունեցող միջազգային պարտավորություններից հրաժարում։ Դա չէր ենթադրում մի ստատուս քվոյի ստեղծում, որը կարող էր դուռ բացել նոր պատերազմի համար։ Մենք չունենք Նիկոլ Փաշինյանի ամբարտավանությունը, որպեսզի իշխանություն գալու պարագայում ամեն ինչ սկսենք զրոյական կետից եւ երկիրը հասցնենք այն մեջ հիմա գտնվում է։ Բայց ինչեւ այս ճակատագրական սխալից հետո, իսկ իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը ճակատագրական սխալը արեց, տարավ անտագոնիստական միջավայրում քարոզարշավը, ակնհայտ էր, որ նա դիմելու է ընտրակեղծարարության, մասնավորապես մենք զգուշացնում ենք, ես ինքս հենց Մոլդովայի ընտրությունների գիշերն եմ գրել, որ Մոլդովայում կիրառվել է մի հատ մոդել, որը հետո փորձարկվելու է Հայաստանում, այդպես էլ եղավ եւ այս ընտրությունների մոլդովական մոդելի հայկական գլխավոր դրսևորումը այն եղավ, որ մի ամբողջ կուսակցություն դուրս թողնվեց խորհրդարանից քմահաճույքով, Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով, այստեղ իրավական որևէ ընթացակարգ չի գործել։ Ես ձեզ հավաստիացնում եմ, ես եղել եմ ԲՀԿ կենտրոնական շտաբի անդամ եւ 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 5-ին բոլոր 2050 տեղամասերի արձանագրություններ եւ այդ արձանագրություններով ԲՀԿ-ն հաղթարում էր անցողիկության շեմը։ Հիմա ինչ տեղի ունեցավ։ Գիշերը ժամը 2-ին ընտրությունների Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց իրենց նախընտրական ասուլիս տվեց իրենց նախընտրական շտաբներից մեկում եւ իրեն ինքնահռչակեց ընտրությունների հաղթող։ Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ գիշերը ժամը 2-ին
պաշտոնապես ամփոփվել էր միայն ընտրատեղամասերի 15%-ի ցուցանիշները, հատուկ ուզում եմ ասեմ, որ այդ 15%-ի հիմնականում գյուղաբնակ փոքր համայնքներ էին, որոնց էլեկտորալ ցուցանիշները մեծ հաշվով չեն կարող ընդհանուր պատկերացում տալ հանրապետության ընդհանուր քվեարկության վերաբերյալ։ Այն պահին, երբ որ Նիկոլ Փաշինյանը իբր վստահված անձանցից իրենց ստացել են տվյալները եւ արդեն կարող են իրենց հաղթող հռչակել, Երևանի բոլոր խոշոր տեղամասերում քվեների հաշվման գործընթացը շարունակվում էր, այսինքն որևէ տեղից որևէ վստահված անձ արդեն իրեն չէր կարող տեղեկացնել, որ իրենք համոզիչ հաղթանակ են տանում կամ այնպիսի պատկեր է, որ արդեն Նիկոլ Փաշինյանը կարող է նման հայտարարություն անել։ Ըստ այդմ Նիկոլ Փաշինյանի արարքի իշխանության ուզուրպացիայի ակնհայտ փորձ էր, նա մի կողմից այդ հայտարարությամբ փորձեց կոնսոլիդացնել իր թիմին, որը պատկերին անշուշտ ծանոթ էր եւ խոճապային տրամադրություններ կար այդ թիմում, եւ երկրորդը փորձեց ԿՀ-ին տալ ճիշտ պատկեր ճակերտավոր ներկայացնելու պատվեր, իսկ ուժային մարմիններին ռեպրեսիվ գործողություն անելու պատվեր։ Այս ընտրություններում մի հատ այլ առանձնահատկություն էլ կար, քանի չեմ մոռացել նշել, ես 1995 թվականից Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրությունների նախադիր մասնակցել եմ, կամ լրագրողի կարգավիճակով, կամ քաղաքագետի կարգավիճակով, կամ շտաբի անդամի որևէ ուժի կարգավիճակով, կամ վստահված անձի, ի վերջո եղել եմ թեկնածու նաև տարբեր ընտրություններում։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ որևէ Հայաստանում իդեալական ընտրություններ չեն եղել նախ այդ արձանագրենք, օրինակ եթե բացառություն կարող են լինել 1991-ի նախագահական ընտրությունները, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջատարությունը անվիճարկելի էր, բացառություն է նաև 99 թվականի խորհրդարանական ընտրությունները, որտեղ Կարեն Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան տանդեմի առավելությունը էլի անվիճարկելի էր, եւ վերջապես հետհեղափոխական առաջին էйֆորիկ ընտրությունները 2018 թվականի, եթե այս 3 ընտրությունները հանում ենք, Հայաստանում երբեք էլ իդեալական ընտրություններ չեն եղել, բայց այն այլանդակությունը, որ ես տեսա հունիսի 7-ին, նույնիսկ շատ բազմափորձ մարդուս համար արտառոց էր, որովհետև այդ օրը բուն քվեարկության օրը ես երբեք չեմ հիշում, որ Հայաստանում այդքան մարդ ձերբակալվեր, այդքան շտաբներ ենթարկվեին բանդիտական գրոհների, իրավապահների կողմից, կաթվածահար արվեին ընդդիմադիր թիմեր տարբեր մարզերում, այդպիսի իրադարձություններ ես չեմ հիշում։ Չեմ հիշում նաև Նիկոլ Փաշինյանի արած է գիշերվա 2-ին արդեն ինքնահռչակել իրեն որպես հաղթող, եւ վերջապես այս ամեն ինչի տրամաբանական շարունակությունը պիտի լիներ ԿՀ-ի ակնհայտ ապօրինությունը, երբ որ միտումնավոր գնացին երկու տեղամասում արդյունքների որպեսզի ԲԿ-ին թույլ չտան այստեղ խորհուրդ։ Այստեղ խնդիրը այն չի, որ այդ տեղամասերում խախտումներ չեր եղել։ Իսկապես զինվորականները քվեարկել էին ընդհանցակարգերի խախտումով։ Ժամը 20:00-ից հետո, երբ որ տեղամասերը արդեն պիտի փակված լինեին։ Բայց կներեք, ում մեղքով են զինվորականները ոչ պատշաճ քվեարկության գնացել։ Արդյոք զինվորականների ծնողներն են մեղավոր, արդյոք ընդդիմությունն է մեղավոր, իհարկե ոչ։ Զինվորականների պատշաճ քվեարկության կազմակերպումը պետության պոզիտիվ պարտականությունն է, հետևաբար ես նույնիսկ միտում եմ տեսնում, որ հատուկ 1-2 տեղամասում նման վիճակ էին ստեղծել, որպեսզի հետո կարողանան իրենց պետք ոչ հարմար խճանկարի պարագայում գնալ այս այլանդակությանը։ Երկրորդը, լավ, անվավեր եք ճանաչել, իսկ ինչու չնշանակեցիք վերաքվեարկություն։ Չէ՞ որ այդ տեղամասերը ճակատագրական նշանակեն ապագա ազգային ժողովի քաղաքական խճանկարի իմաստով։ Այսինքն, եթե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դառնում էր խորհրդարանական կուսակցություն,
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը զրկվում էր 3/5 ունենալու հնարավորությունից, իսկ դա նշանակում է, որ քաղաքացիական պայմանագիրը այլևս ինքնուրույն միայն իր ուժերով չէր կարող ընդունել սահմանադրական օրենքներ կամ դրանցում կատարել փոփոխություններ, չէր կարող սահմանադրական պաշտոններում կատարել ինքնուրույն նշանակումներ, այլ խոսքով ինստիտուցիոնալ մակարդակում բացառվում էր միահեծան ավտորիտար իշխանության ձևավորման հնարավորությունը։ Նիկոլ Փաշինյանը ընտրեց երկրորդ ճանապարհը, գնաց ընտրությունների ապա լեգիտիմացման ճանապարհով, միահեծան կայուն ավտորիտար ռեժիմ ստեղծելու ճանապարհով։ Նույնիսկ իր պրոիշխանական հայացքներով հայտնի Դանիել Օհաննիսյանը, որ ամեն դիմության բարեկամի չի, գիտեն բոլորը, արձանագրում է արել որպես դիտորդական առաքելության ղեկավար, որ ԿՀ-ն իրավական ական է դրել ընտրությունների արդյունքների տակ։ Բնականաբար մենք սահմանադրական դատարանում արել ենք վիճարկում, այսինքն վաղը մենք եւ 4 այլ քաղաքական ուժեր վիճարկելու են սահմանադրական դատարանում ընտրությունների օրինականությունը, արդյոք սպասելիք ունեմ սահմանադրական դատարանից, գիտեք, ես անկեղծորեն մտածում եմ, որ ԿՀ-ն Նիկոլ Փաշինյանի մի գրպանումա սահմանադրական դատարանը մյուս գրպանումա եւ դարձյալ ես կարծում եմ, որ սահմանադրական դատարանը գործելու է Նիկոլ Փաշինյանի քմահաճույքների դաշտում։ Իմ համար հարցը է սա, 9 մարդ կուզենան դառնան հանցագործներ հանուն Նիկոլ Փաշինյանի, թե այնուամենայնիվ կորոշեն օրենքին եւ իրավունքին հետևել։ Շատ լավատես չեմ, բայց մյուս կողմից կարծում եմ բոլոր գործիքակազմերը ընդդիմությունը պիտի օգտագործի։ Սա անհրաժեշտ ընթացակարգեր են եւ այսօրվա համար եւ վաղվա համար եւ ընդհանրապես շատ կարեւոր է ամբողջ գործիքակազմը օգտագործել եւ չի կարելի թույլ տալ, որ իշխանությունը իրավական բեսպրիձելի մեջ իրեն ամենազոր զգա, անհավանդ որ փաստարկները բավարար են ու լի են, օրինակ տեղեկացնեմ, որ ծրարները թափանցիկ են եղել լույսի տակ, այդ քվյաթերթիկ պարունակող ծրարները եղել են բավականին թափանցիկ եւ մարդիկ շատ հանգիստ կարող էին հետևել ինչպիսի քվեարկություն է տեղի ունեցել։ Իսկ կարծում եմ, որ սա իշխանության ներդրած վերահսկողական մեխանիզմներից մեկն էր, որի միջոցով իշխանությունները կարողացել են վերահսկել մարդկանց քվեարկություն, հատկապես այն մարդկանց, որոնք վարչական ռեսուրսի ճնշման տակ պիտի քվեարկություն կատարեին, կամ համատարած խախտումներ էին վարչական ռեսուրսի գրեիք չարաշահման համատարած դրսևորումներ կան։ Ես մարզ գիտեմ, կոնկրետ փաստեր ունեմ, թե ինչպես է մարզպետը հրահանգել դպրոցի ուսուցիչներին, դպրոցների եւ հիվանդանոցների բժիշկներին պարտաճանաչ մասնակցել ԿՊ հանրահավաքներին եւ վերջապես բոլորս ձերբակալություններին ենք հետևում այդ շոու ներկայացումներին կոռուպցիոն կոմիտեի, որ ամենօրյա ռեժիմով ինչ-որ ձայնագրություններ էին հրապարակում, խախտելով մարդու անմեղության կանխավարկածը, միջամտելով իրավական գործընթացներին, ընտրակաշառքի ինչ-որ բաներ էին անում, դա էլ նրա համար էր, որ հիմա Նիկոլ Փաշինյանը հասարակության կեսին մեղադրի կաշառք վերցնելու մեջ պիտակավորի Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներին, այսպիսի արտառոց ընտրություններ Հայաստանում տեղի ունեցան, մի կարևոր արձանագրում էլ անեմ, սա առաջին, դեպս ես երկրորդ այլ նման ընտրություն չեմ հիշում, որ Հայաստանի թիվ 1 դաշնակիցը, Ռուսաստանի Դաշնությունը, ոչ միայն առաջինը չէ շնորհավորի իշխանության ձևավորման կապակցությամբ, այլ մինչև այս պահը մենք Մոսկվայից շնորհավորական ուղերձ չենք լսել, ավելին Մոսկվայի տարբեր պաշտոնյաներ, Լավրովը, Զախարովան, Պեսկովը, Նարիշկինը, գուցե էլի պաշտոնյաներ կան, հիմա ամբողջ ցանկը գուցե չհիշեմ,
բավականին կոշտ գնահատականներ են տվել Հայաստանի ընտրական գործընթացին, այդ հայտարարություններով առնվազն վիճահարույց համարելով Հայաստանի խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը։ Հետևաբար տեղի ունեցած ընտրությունները ոչ լեգիտիմ են, տեղի ունեցած ընտրությունները հիմք են տալու Հայաստանը ոչ լեգիտիմ իշխանության ձևավորման։ Պարոն Սուրյանց, առանձին հարցով կանդրադառնանք այդ պետությունների արձագանքին, նախ ողջունենք Արման Աբովյանին, Արման Աբովյանը մեր շատ սիրելի մեզ հետ է, բարև ձեզ, պարոն Աբովյան, շնորհակալություն, որ այստեղ եք, դուք էլ են քիչ քաղաքական գործիչներից եք, ովքեր որ կապի մեջ են ժողովրդի հետ, ինչի համար ձեզ առանձնահատուկ շնորհակալություն, այս հիասթափության, այս ամեն ինչի մեջ շատ կարևոր է, պարոն Սուրենյանցին էլ ասեցի, որ չլքեք դուք մեզ, մեր հետ անընդհատ երկխոսության մեջ լինեք եւ մեր հարցերի պատասխանները տաք, դա ըստ էության ավելի կարևոր է, քան նախընտրական ամբողջ փուլը։ Բարև ձեզ Գոհար, բարև ձեզ պարոն Սուրենյան։ Բարև Արման ջան, բարև ձեզ։ Ոնց է Սուր ջան։ Լավ, Արման ջան։ Ես գիտես չէ, գտնվում ես ես անկեղծ եմ ասում, ամենահետաքրքիր կանալներից մեկում, ես ունեմ իմ ընկերներիս տելեգրամյան ալիքներն են, որոնք իրականում եղանակ են փոխում, եւ այս տելեգրամյան ալիքը հենց այդ ալիքներից է, ինչի համար հատուկ շնորհակալություն Արտուրին իհարկե, Գոհար ջան քեզ, բոլոր այն մարդկանց, ովքեր իմ ընկեր Արտուրին սատարում են, օգնում են այս հարթակը պահպանել։ Ինչ կարամ ասեմ, Ժորժ ջան, առաջին հերթին ոչ մի հիասթափություն չկա։ Ես անկեղծ եմ ասում, ես չեմ տեսնում մարդկանց մեջ հիասթափություն, ջղայնություն տեսնում եմ, զայրույթ տեսնում եմ, ամեն ինչ տեսնում եմ, բայց այդպես հիասթափություն դասական առումով չեմ տեսնում, ավելի շուտ տեսնում եմ, գիտեք ոնց, sense չեմ ասի սպասողական, ավելի շուտ գիտեք ոնց, միգուցե սպասողական, բայց այն խորքը սպասողության չի արտացոլում այդ արտահայտությունը։ Սա մենք ոնց կարանք կներեք պայքարը կանգնեցնենք, որովհետև ըստ էության պայքարը ոչ թե գնում է դասական առումով իշխանություն ընդդիմություն, այլ պայքարը գնում է շատ պարզ մի տրամաբանության ներքո, որտեղ ենք մենք ապրելու Հայաստանում, թե Արևմտյան Ադրբեջանում, որտեղ Արևմտյան Ադրբեջանում մենք չենք կարող ապրենք։ Մեզ կամ սպանելու են, կամ վտարելու են։ Խնդրեմ, Արցախը հա մեր աչքի առջև է։ Այսինքն այստեղ նույնիսկ խնդիր կանգնած չի ստոպ տալ։ Սա սենց, սա պարզապես իմ կարծիքն է, շատ ուրախ եմ, որ պարոն Սուրենյանցի նման հմուտ եւ բազմազբաղ իմիջայլոց քաղաքական գործիչը ժամանակ գտավ, մալադեց Սուր ջան, շատ ճիշտ ես արել։ Շնորհակալ եմ Արման ջան։ Պետք է լինես, հա, գտնվել Parallel Z Telegram-յան ալիքում, գրկում եմ բոլորին, ես բարբերաբար դուրս կմտնեմ, աշխատում ենք էլի։ Հա, բայց այնուամենայնիվ գիտեմ, որ պարոն Սուրենյանցը շատ հետաքրքիր առանձնահատկություն ունի, երբեք քաղաքական գործի համար շատ հետաքրքիր առանձնահատկություն, ինքը երբեք նույնիսկ այն կարծիքը, որի հետ, հա, մեծամասնությունը համաձայն չի, ինքը մեկը շրխկացնում է մարդկանց առջև, լավ առումով շրխկացնում է։ Այնպես որ համոզված եմ շատ հետաքրքիր ոդկաստ է լինելու։ Գոհար ջան, Արտուր ջան, շատ շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Աբովյան, շատ շնորհակալ ենք։ Ձեզ հետ ենք, հետևում ենք, ամեն ձևով ձեզ հետ ենք։ Շատ շնորհակալություն ձեր ամբողջ գործունեության համար ու ձեր մարդ տեսակի համար։ Փոխադարձ Գոհար ջան, փոխադարձ Արտուրիս էլ բարևներ։ Սուր ջան, դե այն որ ասում եմ, դու գիտես, ես պատրաստ ժամերով լսել ցավը տանեմ։ Եղավ լավ եթեր ժողով։ Մերսի եղբայր։ Շնորհակալություն։
Պարոն Սիմոնյան, անդրադառնանք մի կետին, ժամը 2-ին, հա, ինձ մոտ հենց այսպես շատ հաստ, հա, այսպես յուղոտ տառերով գրված է։ Այս ժամը 2-ին, երբ որ դա դուրս եկավ եւ իր հայտարարությունը արեց հայտնի, ուզում եմ հասկանալ ինչ էր կատարվում շտաբերում, գոնե մեկում դուք ներկա էիք, կարողանաք ինչքան որ հնարավոր է մեզ ասել պատկերը եւ ինչու հենց այդ ժամանակ 3 ուժերից որևէ մեկը, թեկուզ հենց այն ուժը, որ ներկայացուցիչն էիք դուք, չբարձրաձայնեց դա։ Ինչու։ Մենք տեսնում ենք, որ այս ընտրությունների ժամանակ շատ բաներ, շատ ավելի քաղաքակիրթ են արվում ընդդիմության կողմից, քան իրենց դիմացի, հա, իրենց օպոնենտը, ճակերտավոր ասած, օպոնենտ հրեշը ինչ իրեն թույլ է տալիս, համարժեք ոչինչ չի ստանում։ Խնդրեմ այդ ժամը 2-ի մասին ասեք, ինչ ռեակցիա տվեցին ուժերը եւ ինչու պատասխանը չեղավ, հետո կշարունակենք։ Գիտեք, հիմա երկար կարող ենք վիճել կամ երկար կարող ենք բանավիճել մի հարցի շուրջ, արդյոք երկուսից հետո իմաստուն է սպասել քվեարկության արդյունքներին, երբ գործադիր իշխանության ղեկավարը արդեն ինքնահռչակում է իրեն հաղթող։ Ընդհանրապես դասական քաղաքագիտությունը հուշում է, որ հենց այդ ժամանակ կոնսոլիդացված պատասխան ընդդիմադիր շտաբներից պիտի լիներ, երևի պիտի լիներ, ձեր հարցը միանգամայն լեգիտիմ է, հարգելի գոհար, որովհետև հաստատության նշանակում է բիրտ միջամտություն ընտրական գործընթացին, օրինակ եթե ես կամ Արման Աբովյանը կամ որևէ թեկնածու ընդդիմադիր, օրինակ ընտրությունների գիշերը ժամը 2-ին մեր շտաբում ասուլիս հրավիրենք եւ հայտարարենք, որ մեր ձեռքի տակ եղած 53% ձայն ենք ստացել եւ որևէ փաստական տվյալ ցույց չտանք, վստահ եմ, որ հիմա մեր վրա իշխանության յուրացման հոդված էր դրվել, այսինքն առաջադրվել էր մեղադրանք իշխանության յուրացման հոդվածով եւ վստահ եմ, որ մենք անազատության մեջ այս պահին կլինենք։ Ինչու ընդդիմությունը չարձագանքեց։ Կարող են տարբեր պատճառաբանություններ լինել։ Առաջինը ընդդիմությունը թերևս ինքնավստահություն ուներ, գուցե չարդարացված, որ տեղամասերի վերջնական հաշվարկից հետո հնարավոր կլինի այդ ձևով հասնել հաղթանակի եւ որոշեց չտանել քաղաքացիների ցնցումների տարբերակով, սա մեկ։ Երկրորդ ընդդիմությունները իրենց կառուցվածքով տարբեր են լինում։ Հայաստանի այս ընդդիմությունը, այս ընտրական գործընթացի իր բնույթով հեղափոխական ընդդիմություն չէր։ Ռեալ փոփոխությունների ձգտող, բայց էվոլյուցիոն ճանապարհով փոփոխություններին ձգտող ընդդիմություններ, ի վերջո մարդկանց հետագիծն է այդպիսին, դա ոչ դրական, ոչ բացասական հատկանիշ է, դա հետագիծ է։ Չմոռանանք, որ ճանաչված եւ սիրված երկու խոշոր կապիտալի երկու ներկայացուցիչներն են գլխավորում ընդդիմադիր երկու ուժերի ցուցակներ, խոսքս Հարգարժան Գագիկ Ծառուկյանի եւ Սամվել Կարապետյանի մասին է, երրորդ ցուցակն էլ գլխավորում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս ուժերը, այս գործիչները իրենց հետագծով հեղափոխական չեն։ Նրանք արդյունք ստեղծող պետական ծառայության հետագիծ ունեցող գործիչներ են եւ նման գործիչներից մի քիչ դժվար է սպասել հեղափոխական բնույթի գործողություններ։ Այլ ընդդիմություն լիներ մի քիչ ապով փողոցային շարժմանը կամ հեղափոխական գործունեությանը, գուցե ձեր ասած արձագանքը լիներ, ու Հայաստանում նման դեպքեր եղել են 2003-2008 թվականներ, որտեղ ընդդիմությունը ղեկավարվում էր այլ բնույթի եւ այլ քաղաքական հետագիծ ունեցող մարդկանց կողմից։ Պատճառներից մյուսն էլ թերևս սա է, մեկը ինքնավստահությունը, որ օրինական ընտրությունների պարագայում միևնույնն է մենք հաղթելու ենք, երկրորդը ընդդիմությունների կառուցվածքը, նրանց քաղաքական օրակարգերի բովանդակությունը, առաջնորդների քաղաքական հետագիծը, որոնք հստակ գնում էին փոփոխությունների, բայց դա պատկերացնում էին էվոլյուցիոն ճանապարհով։ Երրորդ գործոն էլ կա, շատ անկեղծ լինենք, Հայաստանի հասարակությունը դերևս չի հաղթահարել հետ պատերազմյան
բարդությունները ինչքան էլ մենք դա անտեսենք, դա իրականությունն է։ Եվ վերջերս խնդրեմ եղել է նաև հետպատերազմյան Գերմանիայում եւ Ճապոնիայում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկար ժամանակ դերքին ցնցումներից խուսափում էին։ Մեր հասարակության մի զգալի մասն էլ անշուշտ ուզում է փոփոխություններ, բայց դա չի պատկերացնում ցնցումների եղանակով, որովհետև ցնցումները կարող են դուռ բացել արտաքին միջամտությունների համար, իսկ հասարակությունը այդ հարցում ֆոբիաներ ունի։ Եվ վերջապես կա 4-րդ պատճառ, հասարակությունը տեսեք 2000-ականների հասարակությունը ահագին կոնսոլիդացված էր։ Եվ այդ կոնսոլիդացված հասարակությունները կեղծված ընտրություններից հետո, ասենք 2003-2008 թվականներ, շատ կոնսոլիդացված հակազդեցություններ ցույց տալիս իշխանություններին։ Այսօրվա Հայաստանի հասարակությունը էլի մեզ դուր գա կամ դուր չգա, հիմա մենք փաստերի հետ գործ ունենք, ոչ թե մեր նախասիրությունների, բևեռացված է, այս բևեռացված հասարակություններում որևէ բանի շուրջ կոնսոլիդացիան շատ դժվար է ստացվում։ Եվ վերջապես մի պատճառ էլ կա, որը պակաս կարևոր չի, 2000-ականներին ինչ էին մարդիկ շատ զանգվածաբար փողոց դուրս գալի։ Օրինակ 2003-ին կամ 2008-ի նախագահական ընտրություններին։ Ի թիվս այլ պատճառների, սոցիալական ցանցեր չկար, ինտերնետ հասանելիությունը շատ ցածր մակարդակի վրա էր կամ գրեթե բացակայում էր, հավաքները նաև ինֆորմացիա ստանալու ձև էին։ Հիմա այդ խնդիրը չկա, այսինքն հասարակությունը շատ հեշտ կոմունիկացվում է եւ բողոքի դրսևորման այլ եղանակներ կան, միայն փողոցը չի։ Այս բաները կան, բայց անշուշտ ձեր հարցը լեգիտիմ է, նաև ընդդիմության ինքնակնադատապար ասեմ, ընդդիմության օպերատիվ արձագանքի ինստիտուտը երևի ամենաբարձր մակարդակի վրա չի գտնվել։ Հասկանալի է, պարոն Սուրենյան, իհարկե մենք դեռ ժամանակ կունենանք վերլուծելու, որովհետև սա իրոք վերլուծելու արժանի թեմա է եւ հետագայում Աստված հաջողվի եւ Հայաստանը շատ ուժեղանա եւ լինեն բազում լավ ընտրություններ, ոչ այս ընտրության նման ընտրություն եւ այս մոդելը եւ համալսարաններում դասավանդվի եւ օգտագործվի այլ ընտրությունների համար եւ ճիշտ ձևով կիրառվի։ Հիմա այսպիսի մի հարց, պարոն Սուրենյան, մենք անընդհատ խոսում ենք, բայց ես նաև վերջին 10 օրերի տարբեր հարցազրույցներից տեսնում եմ, որ մարդիկ խուսափում են մոտենալ, թե լրագրողներն են խուսափում եւ թե սպիկերները չեն շրջանցում են այդ հարցերը, այ ընդդիմության երեք ուժերի միջև կապը, ոչ թե այն կապը, ինչը մանիպուլյացիոն ձևով փորձում էր ներկայացնել ընդհանուր օպոնենտը, հա, այլ ներքին կապը, միասնական ինչ-որ մի գործողություն անելու արդեն արդյունքներ իմանալուց հետո ունեցել է ինչ-որ ձևով թե այս վերջին հայտարարությունն էր պարոն Սամվել Կարապետյանի, որի մասին իհարկե մենք կխոսենք, այսինքն մինչև դա փորձեր արվել են ձեր կողմից, այնտեղ մյուս ուժերը դիմել են, թե այս կոչներ, որ երեք արվեց։ Շնորհակալություն, չէ, կոնսոլիդացված քայլերի պատմությունը արդեն կա, մինչև Սամվել Կարապետյանի հայտարարությունը, ասեմ ձեզ, որ երբ որ ԿՀ-ի որոշումը եղել է, այդ ապօրինի որոշումը, դրանից հետո Բարգավաճ Հայաստան կուսակցության նախաձեռնությամբ տեղի են ունեցել քաղաքական կոնսուլտացիաներ, անձամբ ես 2 հանդիպման մասնակցել եմ, շատ արագ 3 ուժերը, նաև այլ ուժեր խորհրդակցություններ են արել, դրա դրսևորումները դարձան 6 կուսակցությունների համատեղ հայտարարությունը, իդեպ սա ամենահեշտ ստացված հայտարարություններից մեկն էր, ես շատ քիչ եմ հիշում, որ բառացիորեն մի քանի ժամվա ընթացքում 6 կուսակցություն կարողանան նման արագությամբ, ընդ որում շատ տարբեր կուսակցություններ, այնտեղ օրինակ կուսակցություն կա, որի հետ մեյնսթրիմի կուսակցությունները շատ դժվար են շփվում, ազգային ժողովրդավարական բևեռի մասին է խոսքը, հա, բայց նույնիսկ այս պարագայում շատ հեշտ այդ 6 կուսակցություններով կարողացանք հայտարարություն անել,
Համատեղ բողոքի ցույց արեցինք կենտրոնական դրաց, որտեղ անշուշտ հետևել եք կնկատեք, որ առնվազն 3 ուժի սպիկերներ ելույթներ ունեցան, այդ ԿՀ-ի նիստի ամփոփման ժամանակ ես ու Արման Աբովյանն ենք խոսել ԲՀԿ-ից, Գեղամ Մանուկյանը Հայաստան դաշինքի անունից է խոսել, ուժեղ Հայաստանի հարգելի ներկայացուցիչներ ելույթներ են ունեցել, այսինքն համատեղ իշոր կոնսուլտացիաներ, քայլերի սինխրոնիզացիա բնականաբար կան, որտեղ հիմա գաղափարական, քաղաքական տարբերությունները երկրորդ պլանում են։ Այս պահին վտանգված է Հայաստանի քաղաքացիություն տրելու իրավունքը, վտանգված է ժողովրդավարության տարրական նորմերը եւ կա լեգիտիմության ճգնաժամը հաղթահարելու հրամայական։ Եվ մնացած բոլոր հակասությունները երկրորդական են եւ ես կարծում եմ կոնսոլիդացիայի նոր դրսևորումներ կլինեն։ Ուղղակի հիանալի է։ Պարոն Սուրենյան, իսկ հիմա ես կուզեի, որ խոսեիք Սամվել Կարապետյանի հայտարարության մասին երեկվա եւ հարց հավարտելուց հետո, որպեսզի ես ձեզ չընդատեմ, միևնույն է շարունակությունն է, մանդատները վերցնել չվերցնելու հարցը, ձեր կարծիքը, ձեր տեսլականը, հա, եթե վերցնեն ինչ, եթե չվերցնեն, ինչի չվերցնեն եւ ինչ պիտի անեն չվերցնելով եւ ամեն դեպքում այս գործողությունը, հա, այդ համատեղ այսօր ենք լսեցի հավաք պետք է լինի համատեղ չվերցնելու շարունակությունը կլինի կամ վերցնեն եւ ինչ որ այդ հանրահավաքը ինչ կտա փորձեք ինչքան ունեք ինֆորմացիա մեծ հետ կիսվել եւ ձեր կարծիքը ասել։ Սամվել Կարապետյանի հայտարարության մասին։ Գիտեք, ես հետընտրական համագործակցության կամ զանգվածային շարժումներում համակարգող մարմինների ստեղծման հարուստ փորձ գիտեմ Հայաստանում կան հաջողված պատմություններ եւ կան ակնհայտ ձախողված պատմություններ։ Հիմա պարոն Կարապետյանը որպես ընդդիմադիր առանցքային ուժի թիվ 1 ուժի առաջնորդ կոնսոլիդացիայի նախաձեռնություն է ցուցաբերել, ինքնին կոնսոլիդացիայի գաղափարը շատ դրական բան է, բայց ես շատ ուշադիր կհետևենք, այսինքն գաղափարը ինքնին ողջունելի է, շատ կարևոր է պարոն Կարապետյանը ինչպիսի բովանդակություն եւ մեթոդաբանություն առաջարկում այդ կոնսոլիդացիա, որովհետեւ կոնսոլիդացիան պետք է ունենա քաղաքական բովանդակություն, ինստիտուցիոնալ հենք, գործողությունների ճանապարհային քարտեզ, թիրախային նպատակներ, սա ես որպես պրոֆեսիոնալ քաղաքագետ եմ ասում, ԶԼՄ-ների առաջ արված հայտարարությունից զատ շատ կցանկանայի, որպեսզի պարոն Կարապետյանը արդեն մասնավոր կարգով ընդդիմադիր ուժերին ներկայացներ իր տեսլականը, դրանից հետո անշուշտ այդ հարցը արժանի է քննարկման։ Ինչ արժանյալ մանրակրկիտ քննարկման եւ իմպլեմենտացիայի այդ գաղափարը։ Ինչ վերաբերվում է մանդատներ վերցնել չվերցնելուն։ Այդ հարցը ժամանակավրեպ առնվազն 2 հարթության վրա։ Առաջինը դերևս գնալու է սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման փուլ, այդ փուլը առնվազն 15 օր տևելու է եւ կարծում եմ այս ընթացքում այնքան էլ հրատապ չի պատասխանել մանդատ վերցնում են թե չէ։ Երկրորդը մանդատ վերցնել չվերցնելու խնդիրը հետևանք է։ Այսինքն ընդդիմությունը նախ պիտի հստակեցնի իր ռազմավարությունը որն է, ճանապարհային քարտեզը որն է, ինչպիսի մեթոդաբանության պայքար է պատկերացնում։ Երբ որ այս գլոբալ համատեքստը պարզ լինի, դրանից հետո շատ հեշտ է լինելու հարցի պատասխանը մանդատ վերցնել թե չվերցնել։ Հիմա ես կարող եմ իմ անձնական դիրքորոշումը հայտնել։ Եթե կա կայծակնային արագ հեղափոխության սցենար, ինչը ակնհայտորեն գոյություն չունի իհարկե, ես տեսական մակարդակում հիմա վերլուծում եմ։ Այդ ժամանակ մանդատ վերցնել չարժի։ Օրինակ 2004-ի Վրաստանում տենց վիճակ էր։ Միխայել Սաակաշվիլին եւ իրենց թիմը գնահատեցին, որ կա խորհրդանական ընտրություններից անմիջապես հետո իրանք գնահատեցին, որ կա կայծակնային հեղափոխության սցենար, հրաժարվեցին 4-5 օրվա մեջ կազմակերպեցին այդ հեղափոխությունը եւ ձևավորվեց նոր իշխանություն։
Եվ նույն Վրաստանը մեզ ուրիշ փորձ է ասում, անցած տարվա խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմությունը սխալ հաշվարկեց իր հնարավորությունները, փողոցային պայքարի բավարար ռեսուրս չկար, նրանք հրաժարվեցին մանդատները վերցնել եւ արդյունքում եղավ այն ինչ որ եղավ, այսինքն Վրաստանի այսօրվա ընդդիմությունը մարգինալ վիճակում է եւ իշխանությունը ամբողջովին տիրապետում է իրավիճակին։ Հետևաբար ես տեսնում եմ, որ Հայաստանում ստեղծված այս ճգնաժամը եւ այս իշխանության հեռացումը միջնաժամկետ մարտավարությամբ կամ թայմինգի առումով միջնաժամկետ հեռանկարի լուծվելիք հարց է, դա կարող է տևել կես տարուց մինչև 1.5 տարի։ Ես հստակ պատկերացում ունեմ նույնիսկ ունել ինչ ինստիտուցիոնալ եւ հիմքերով եւ իր քաղաքական մեսիջներով, այս իրավիճակում ես անկախ ՍԴ-ի որոշումներից ճիշտ չեմ համարի մանդատներից հրաժարումը, ուղղակի շատ կարևոր է այստեղ վերապահում կա, այդ մանդատների այսինքն խորհրդարանական սահմանափակ գործունեություն ընդդիմության պետք է զուգակցվի ակտիվ փողոցի գեներացիայի հետ, այսինքն եթե այդ փողոցի գեներացիան չի լինում, միայն մանդատ վերցնելը կնշանակի X թվով մարդկանց համար կոմֆորտի ապահովում։ Դրա համար ես, եթե կարճ պատասխանեմ ձեր հարցին, ես կողմ եմ մանդատ վերցնել ակտիվ փողոց միքսին, այդ տարբերակին եմ կողմ եւ կարծում եմ դա ամենաարդյունավետ լուծումը կլինի։ Հասկանալի։ Պարոն Սուրենյանց, մի անգամ վարչապետի կարգավիճակում երկրորդ անգամ էլի ցավակում այդ մարդը ասեց դուրս եկեք հեղափոխություն արեք, եթե համամիտ չեք ինձ հետ։ Ինչ եք կարծում, ինքը անընդհատ ինչու է դա շեշտում։ Ձեր կարծիքին շատ հետաքրքիր է։ Ես էլ երկրորդ անգամ ու դա ուղղակի հիստերիայի նոպատ չէ։ Ինչի Բաց իդեպ ես խորհուրդ կտայի Նիկոլ Փաշինյանի շատ հայտարարությունների չվերաբերվել որպես հիստերիկ դրսևորումներ, ինչքան էլ ինքը հոգեկան կայունություն չունի, իր էպատաժը մեծավ մասամբ կառավարվող է, այսինքն ինքը իր էպատաժը կառավարում է եւ ես իրեն որպես շատ երկար ճանաչող մեկն եմ ասում եւ բավականին նույնիսկ այդ էպատաժը, նույնիսկ իր այդ ջղաձգումները բավականին հաշվարկված քայլեր են, հասարակության որոշակի խմբերի համար հասցեագրված կամ արտաքին լսարանների։ Հիմա Նիկոլ այնքան տկարամիտ չէ, որ չհասկանա, որ այս ընտրությունների իշխանության ճգնաժամի հարցը չեն լուծել։ Շատ լավ հասկանում է, որ իշխանության ճգնաժամը շարունակում է պահպանվել, նույնիսկ խորանալ։ Շատ լավ հասկանում է, որ լեգիտիմության այս բագաժով կամ լեգիտիմության դեֆիցիտի այս բագաժով եւ վստահության այս ճգնաժամով ինքը ուղղակի չի կարողանալու սպասարկել են բարդ խնդիրները, որոնք ծառացել են իր առաջ։ Օրինակ Ադրբեջանի առաջ կան ստանձնած պարտավորություններ, շատ լավ հասկանում է, որ 2/3 չունենալու պարագայում լեգիտիմության նման բագաժով այդ խնդիրը լուծել չի կարող։ Նույնը այդ արտաքին քաղաքական ռևերսի կուրսը ինքը իրականություն չի կարող դարձնել նման լեգիտիմության ճգնաժամով եւ փորձում է արհեստականորեն հրահարել կոմունիստական միջավայր երկրում մի կողմից ժամանակ շահելու նպատակով, մյուս կողմից ռեպրեսիվ մեքենան գործի դնելու համար մոտիվացիաներ ստեղծելու նպատակով։ Սա է նրա հայտարարությունների իմաստը։ Նա փորձում է արտաքին աշխարհին մի կողմից ցույց տա, որ վերահսկում է իրավիճակը, մյուս կողմից հակապետական կեցվածքով փորձում է աշխարհին ցույց տալ, որ Հայաստանում մի 5-600 հազար ընտրողի եւ նրանց առաջնորդների պատճառով է վիժեցվում խաղաղության գործընթացը։ Սա մի կողմից կրկնում եմ իրան թույլ կտա որոշակի ժամանակ շահել, մյուս կողմից ռեպրեսիաներ իրականացնելու ինչ-որ ռացիոնալ
մոտիվա, հա, ուզում ստեղծել, եթե կարելի է ընդհանրապես ռեպրեսիան ինչ-որ ռացիոնալ մոտիվով իհարկե հիմնավորել։ Սա է, հա, բայց ընդդիմությունը սադրանքներին չպիտի ենթարկվի, սակայն հայտորեն սադրանք, հա, իր հասարակական տրամադրությունը շատ լավ գիտի, որ այս պահին տարբեր օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով դժգոհ հասարակության բուրըն զանգվածային ակցիաներ տեղի չի ունենալու, նախ դա պետք է հասունացնել, քաղաքական ինժեներիայի խնդիր կա, ասեցի տարբեր պատճառներով չի կարող ուրեմն այս պահին շատ ակտիվ փողոց լինել եւ ինքը փորձում է այդ հանգամանքներից օգտվել ուղղակի իր քաղաքական օրակարգը սպասարկելու նպատակով։ Ընդդիմությունը պետք է այս սադրանքներին չտրվի, շատ հանգիստ, այո փողոց, բայց միայն ընդդիմության օրակարգով, այո ակտիվություն, բայց միայն ընդդիմության օրակարգով եւ ոչ մի կերպ չպիտի տրվել Նիկոլ Փաշինյանի սադրանքներին։ Հասկանալի է։ Մի փոքր կտրվենք, հա, ներհայաստանյան իրավիճակից եւ շատ կուզեիք նախ Իրանի առաջիններից մեկը շնորհավորելու հանգամանքը, որովհետեւ ինչքան մենք կարողանում ենք վերլուծել, Իրանը չէր կարող այդքան էլ հաշտ դնել այդ մտքի հետ։ Ներկա գեոքաղաքական իրավիճակում Ամերիկա, Իրան, Իսրայել ամբողջ կաթսայի մեջ թրիպի մասին ինչ կասեք, արդյոք իրականություն կդառնա, թե չի դառնա, եւ արդեն մեր այլ հարևանների արագ շնորհավորելը ինչ նշանակություն ուներ, Ռուսաստանի չշնորհավորելը, եւ այստեղ մի քանի պետություններ կան, որոնք դեռ չեն շտապում շնորհավորել, կուզեի մի փոքր այսպես արտաքին աշխարհին անդրադառնայիք, բնականաբար արտացոլելով այդ ամեն ինչը Հայաստանի վրա։ Վրաստանի արագ շնորհավորելը բացատրություն ունի, որտեղ իրանց ընտրություններից հետո էլ Նիկոլ Փաշինյանը բավականին արագ շնորհավորեց, այստեղ երևի վրացական հարաբերությունների համակարգը այնպիսին է, որ փոխադարձաբար միմյանց ներքին գործերին աշխատում են չմիջամտել։ Երկրորդը անձնական հարաբերությունները ինչ-որ երևի ձևավորված կան, այս ամեն ինչը դեր է խաղում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը նման քաղաքականություն վարում է, ինքը նույնիսկ Իրան-ադրբեջանական պրոբլեմատիկ հարաբերությունների ֆոնին շատ նրբանկատ է եւ Ադրբեջանին էլ ըստ առիթների եւ շնորհավորում է եւ ուրեմն այդ դիվանագիտական քաղաքավարության կանոնները մի խոսքով պահում են, հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջի պատերազմից հետո բավականին ինքնավստահ կեցվածք ունի եւ փորձում է նաեւ շնորհավորանք արտաքին քաղաքական ակտիվության դրսևորում այս դեպքում, այսինքն իրենք հասկանալով հանդերձ Հայաստանի գործող իշխանագիծը արկածախնդիր քաղաքականության հետևանքները, այնուամենայնիվ կարծում եմ, որ Հայաստանից եկող ռիսկերը կարող են կառավարել, դա Հայաստանի հետ կապված էլ չի, կրկնում եմ, վերջին պատերազմից հետո Իսրայելի եւ ԱՄՆ-ի ագրեսիվ հարձակումից, այդ ցեղասպան պատերազմից հետո ստրատեգիական ոչ մի խնդիր Վաշինգտոնն ու Թել Ավիվը չլուծեցին, դա ի վերջո հանգեցրեց Իրանի ռեգիոնալ դերի ավելացմանը, սուբյեկտության շեշտակի ուժեղացմանը եւ կրկնում եմ, Իրանի Իսլամական Հանրապետության պարագայում գործ ունենք նաեւ որոշակի ինքնավստահության հետ եւ նաեւ այն պատասխանատվությամբ, որ Իրանը Սյունիքի ճակատագրի մեր հարավային հատվածի նկատմամբ ունի, դուք գիտեք, ընդդեմ ինքը շատ սկզբունքային դիրքորոշման կրող է։ Դուք գիտեք նաև, որ մեր զրույցի օրերին էլեկտրոնային տարբերակով փոխհմբռնման հուշագիր է ստորագրվել Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև։ Ըստ էության հետ պատերազմյան ստատուս քվոն արտացոլված է այդ 14 կետանոց փաստաթղթում, սկզբունքորեն Իրանը զիջումների գրեթե չի գնացել այդ փաստաթղթը ստորագրելով։ Այս պարագայում թրիպի ճակատագիրը բավականին մշուշոտ է ինձ թվում։ Հիմա այս կանխատեսումներ անել
Առայժմ չեմ ցանկանա, բայց թրիփը այն տեսքով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նախագծել էր, այդ տեսքով այլևս կենսունակ չի։ Գաղտնիք չի, որ թրիփը ուղղված էր նաև Ռուսաստանի ազդեցության թուլացմանը եւ Իրանի մեկուսացմանը։ Արդյոք հիմա թրիփի այդ ձևով Վաշինգտոնին պետք է թե վերանայումներ կլինեն, եթե Հայաստանում լիներ նորմալ իշխանություն, եւ Թեհրանի հարաբերություններում արկա ծնալից անշուշտ կօգտվեր եւ այդ ռեգիոնալ պրոյեկտները կարող են իրականացվել նվազագույն ռիսկերով։ Բայց այս իշխանության պարագայում նման ողջամտություն ակնկալելը կլինի միամտություն։ Մենք ուշադիր պիտի հետևենք ռեգիոնալ պրոցեսներին, Միացյալ Նահանգները Իրան հարաբերությունների դինամիկային եւ համաձայնությունների իմպլեմենտացիայի գործընթացին եւ շաբաթներ անց կարող ենք արդեն գնահատել այդ համատեքստում թրիփի հավանականությունը կենսագործման մեծանումա, պակասումա, թե դա արդեն դառնում է ավելի գլոբալ պայմանավորվածությունների հետևանք, որովհետեւ ես առիթ ունեցել եմ ասելու, որ Հայաստանի համար ուղղակի չգիտեմ, նվեր կլիներ, եթե այդ նախագիծը հիմա կկոչվի թրիփ, թե մեկ այլ բան, կարողանար իրականացվել Վաշինգտոնի, Մոսկվայի, Թեհրանի կոնսենսուսի արդյունքում, դա կլիներ ռիսկերի չեզոքացման հրաշալի հնարավորություն Հայաստանի համար, արդյոք կարող ենք մոտենալ այդ հանգրվանին, թե Թեհրանի եւ Վաշինգտոնի համաձայնությունները շատ փխրուն են եւ փլուզվելու են, վաղաժամ է ենթադրություններ անելը, որովհետեւ դուք գիտեք, որ պատերազմի հանցագործ կա Բենյամին Նեթանյահու անունով, որը ամեն օր ջանքեր է գործադրում Իրան-ամերիկյան այս փխրուն համաձայնությունները վիժեցնելու ուղղությամբ։ Հասկանալի է, պարոն Սուրենյան, մի փոքր անդրադառնանք Ուկրաինայի հետ հարաբերություններին եւ մեր ունկնդիրներից մեկը Ալեքսանդր Գետաշեն ինքը հարց է հղել, ես փորձեմ միացնել այդ երկու հարցերը, թեպետ այդքան էլ ճիշտ չեմ անի, բայց Ուկրաինայի հետ հարաբերությունների մակարդակը այս պահի դրությամբ արդյոք ճիշտ էր այն ինչ որ տեղի ունեցավ Երևանում, ոնց կմեկնաբանեք եւ ինչու այդպես տեղի ունեցավ, հա, Զելենսկու սպառնալիքների մասով եմ ասում, եւ մեր ունկնդրի հարցը վերաբերում էր տնտեսական շրջափակմանը, հա, սանկցիաներին Ռուսաստանի կողմից, հարցի տրամաբանությունը այսպիսին է, արդյոք Սամվել Կարապետյանն, որպեսզի միասնական այս ընդդիմության խնդրանքով սանկցիաները հանվեն։ Տրամաբանությունը իր այսպիսին է, արդյոք եթե հանեն սանկցիաները, դա չի նշանակի, որ ի սկզբանե Սամվել Կարապետյանն էլ կազմակերպել էր այդ ամենը։ Կխնդրեմ այսպես համապարփակ, հա, քանի որ հիմա չգիտես ինչի մեր ծաղիկները եւ պղպեղը գնում է Ուկրաինա եւ վերադառնում է այնտեղից ինչ որ միջատների պատճառով։ Կուզենայի Ուկրաինան այդպես հենց այդ միջատների տրամաբանության մեջ էլ մեզ համապարփակ ներկայացնեիք։ Տեսեք, ընդհանրապես սխալ էր նախընտրական համատեքստում այդ զգայուն ժամանակաշրջանում այդ հակառուսական ստրիպտիզի կազմակերպումը Երևանում, ես այդ զույգ գագաթաժողովների մասին եմ ասում, ընդհանրապես ես Եվրոպայի հետ, Եվրամիության հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների հաստատմանը դեմ չեմ, ու որևէ ընդդիմադիր ուժ դեմ չի, բայց թայմինգը շատ սխալ էր ընտրված, որովհետև ակնհայտորեն դա վերածվելու էր հակառուսական ստրիպտիզի եւ դրա հերոսներից մեկը դառնալու էր սկզբունքորեն բոլորի կողմից դուրս գրված Զելենսկին, այնինչի կանխատեսելիորեն տեղի ունեցավ, այսինքն այս առումով որևէ զարմանալի բան Երևանում չի եղել։ Իհարկե Զելենսկու բերանը փակել հնարավոր չէր, բայց հնարավոր էր այդ գագաթաժողովը զգայուն ժամանակահատվածում չանցկացնել Երևանում, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի գլխավոր ավանտյուրան հենց երկրի ստրատեգիական կուրսի փոփոխությունն է, նա Հայաստանի ընտրական գործընթացը դարձրեց աշխարհաքաղաքական եւ երկիրը մեր դարձրեց աշխարհաքաղաքական շահերի պահպան կիզակետ եւ
Բնականաբար պետք էր սպասել մուսությանը, ինչի ականատեսը դարձանք։ Գիտեք, ես հատուկ մեր լսարանի համար մի բան եմ ուզում ասեմ։ Աշխարհաքաղաքական կենտրոնները Մայր Թերեզա չեն։ Նրանք շատ զգայուն են արձագանքում, երբ որ իրենց քթի տակ տրորվում են, իրենց կենսական շահերի տարածքներում իրենց շահերը։ Ընդ որում այդ հարցում Միացյալ Նահանգները շատ ավելի կոշտ մեթոդների է դիմում, օրինակ Մադուրոյի առևանգումը, դա ինչի հետևանք էր։ Հետևանք էր նրա, որ Վենեսուելան Միացյալ Նահանգների քթի տակ նվարում էր ինքնուրույն քաղաքականություն, որը ըստ Վաշինգտոնի հատում էր իր կարմիր գծերը, կամ Պանամային հարկադրեցին, որպեսզի հակաչինական կեցվածք ընդունի, կամ Կուբային ենթարկել են տոտալ շրջափակման ռեժիմի փոփոխության ակնհայտ նպատակով։ Ուզում եմ ասել, բոլոր կայսրությունները շատ զգայուն են, երբ որ իրենց քթի տակ տրորվում են իրենց շահերը։ Նույնիսկ Միացյալ Նահանգները դրա համար դոկտրին ունի ընդունված 1823 թվականի Մոնրոյի դոկտրին ինստիտուցիոնալ գործիք է արևմտյան կիսագնդում սեփական շահերի սպասարկման։ Այս առումով ռուսները շատ ավելի փափուկ են գործում, եթե Ուկրաինայի պատերազմը եւ Վրաստանի միջաբանը այդ պատերազմը չհաշվենք, բայց այնուամենայնիվ կրկնում եմ, Ռուսաստանը Մայր Թերեզա չի եւ մեր այրունն էլ ավելի կարմիր չի, քան վրացիների կամ ուկրաինացիների այրունը, եւ եթե բանը հասնի ռուսական շահերի շատ կոպիտ ոտնահարմանը, գործ կունենանք նաև նման դրսևորումների, ավելի կոշտ դրսևորումների հետ, ցավոք սրտի մեր հասարակությունը մեդիա տերորի եւ մեդիա գրոհի պատճառով իշխանությունը չի պատկերացնում ինչ հետևանքներ են սպառնում Հայաստանին, եթե Մոսկվան ոչ թե նման ցուցադրական մի քանի դրսևորումներով, այլ խորքային ձևով վերանայի Հայաստանի նկատմամբ վարվող տնտեսական քաղաքականության փիլիսոփայությունը։ Մեր կենտրոնական բանկի նախագահը 3 չառաջոր ազգային ժողովում խոստովանեց, որ այս պահին արդեն մեր հնան 2%-ով կրճատվել է։ Եթե այս միտումները շարունակվեն, մեր հնան 5 միլիարդով կկրճատվի, ինչը բնականաբար ոչ մի Եվրամիություն կամ եվրոպական մայրաքաղաք մեզ չի կոմպենսացնելու, ինքնին սա հասկանալի է, այստեղ նույնիսկ կլաս ունեցող քաղաքագետ պետք չի սա հասկանալու համար կամ քաղաքագիտական ունակություններ պետք չի հասկանալու համար հիմա։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի կոչին, ընդհանրապես պատասխանատու կեցված կա այն ինչ որ ասել է Սամվել Կարապետյանը, բայց ես չեմ կարծում, որ Մոսկվային կարող է բացատրել իր շահերը։ Այդ Հայաստանի դիմության անելիքը պիտի լինի երկրում իրավիճակը փոխելը եւ այնպիսի այլընտրանք առաջարկելը, որպիսի արտաքին գործընկերները հաշվի նստեն այդ օրակարգերի հետ։ Ուղղակի կոչով աշխարհաքաղաքական որևէ կենտրոն իր շահերը չի անտոսելու, ինչքան էլ որ կարևոր գործընկերների կողմից այդ կոչերը հնչեն։ Հասկանալի է, պարոն Սուրենյան, շատ շնորհակալություն բավականին դիվանագետ պատասխանի համար։ Ես գիտեք, ես ձեր պատասխանները շատ գնահատում եմ։ Շնորհակալ եմ։ Այսպիսի մի հարց մեր թեմայից միգուցե եւ մի փոքր շեղվենք, բայց ինձ շատ հետաքրքիր է, ես երեկ չառաջորվանից կարդում եմ Ալիևը հրավեր է ուղարկում, հատուկ պատվիրակ է ընդունում եւ այլն իրենց այդ երկու հիմնադրամների մեջ, հա, այդ Հեյդար Ալիևի հիմնադրամ եւ այնտեղ մյուս հիմնադրամը, ցավոք չեմ հիշի այսպես եւ չեմ էլ բացի նյութը չեմ կարդա, դուք հասկացաք ինչի մասին եմ խոսում, անընդհատ մենք լսում ենք, որ Ալիևը Հռոմի հետ շատ մերձ կապեր ունի, մենք գիտենք, որ եւ նրա տիկինը այնտեղ ֆինանսավորում էր շատ բաներ։ Ինչ եք կարծում, արդյոք սա կաշառք չէ մեր Արցախի պատմամշակութային ժառանգությունը, այսպես հայերեն ասած տակով անելու, թե ընդհանրապես սրա հետ կապ չունի, ինձ մոտ ուղղակի։ Չէ, դրա հետ կապ ունի, որտեվ քրիստոնեական աշխարհի ամենակարևոր կենտրոնն է Վատիկանը եւ Բաքուն փորձում է շատ ակտիվ քաղաքականությամբ, ընդ որում պոզիտիվ ծրագրեր առաջարկելով
Վատիկանի առնվազն լոյալությունը ստանալ, իհարկե ավելի գլոբալ համատեքստի հետ էլ դա կապում, պատմամշակական ընդհանուր ժառանգության նկատմամբ իրականացվող վանդալիզմի հետևանքների չեզոքացման հարցը Բաքուն չի լուծում, ավելի գլոբալ հարցեր անշուշտ լուծում։ Մյուս կողմից Բաքուն շատ հմուտ օգտվում են այն իրավիճակից, որ Հայաստանում ստեղծվել է։ Այսինքն մեր արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության մեջ շատ առանցքային դերակատարություն ուներ իր բազմաշերտ կապերով հայ առաքելական եկեղեցին։ Երբ որ դու հայ առաքելական եկեղեցու դիրքերը թույլատնում ես, պետական մակարդակով հայ առաքելական եկեղեցու ինստիտուցիոնալ հնարավորությունների սահմանափակման քաղաքականություն է իրականացվում, ինչու դրանից պլիչ օգտվեն Ադրբեջան։ Իդեպ մեր շատ հարգարժան Խաչատուր Բարիսովիչը Տելեգրամի պատրաստական ադմինիստրատորը եւս իմ էջերից մեկում գրել է, որ առաջարկում է համոզված է, որ ընդդիմությունը կհաջողի, եթե բոլոր 3 հիմնական ուժերը համախմբվեն կաթողիկոսի շուրջը։ Ես իհարկե իմ տեսակետը ունեմ, այս պահի դրությամբ չի ցանկանա նման բան, բայց կուզեի դուք էլ այս առաջարկին ինչ որ ձևով արձագանքեիք եւ ձեր կարծիքը Գիտեք, ես այդ հարցում մի քիչ տարբերվող դիրքորոշում ունեմ, այսինքն տարբերվող ոչ թե բովանդակային առումով, մեթոդաբանության առումով։ Եկեղեցին իսկապես մերան է եւ եկեղեցին ազգային կոնսոլիդացիայի հարցում անգնահատելի, անփոխարինելի դեր ունի։ Բայց ես կարծում եմ եկեղեցին առաջին հերթին քաղաքակրթական չափանիշների սահմանող է եւ ինքը այդ առումով հատկապես գնահատելի ֆունկցիա ունի։ Քաղաքական ճգնաժամերի հաղթահարում առաջին հերթին քաղաքական գործիչների անելիքն է, որովհետեւ ես հարգելի գործընկերոջ առաջարկի բովանդակային բաղադրիչի հետ խնդիր չունեմ, լրիվ համաձայն եմ, բայց մեթոդաբանության հետ խնդիր ունեմ, որտեղ հաճախ քաղաքական գործիչները իրենց անգործությունը փորձում են քողարկել եկեղեցուն առաջատար դիրքերի վրա դնելով։ Ես կարծում եմ եկեղեցին իր շատ կարևոր եւ շատ գլոբալ օրակարգով պիտի զբաղվի քաղաքական դաշտի իր։ Միանշանակ պարոն Սուրենյան, ես ինքս ձեզ հետ սոլիդար եմ այս հարցում եւ շատ կուզեի, որ Առանց այդ էլ քաղաքական դաշտի ամլության հետևանքով, քաղաքական դաշտի անպտղության հետևանքով, նաեւ ինքնակնադատաբար այս ասածներս, ինչ որ ասում եմ, նաեւ ինձ է վերաբերվում, մեր 2 շատ հարգարժան սրբազաններ ենթարկվեցին խոշտանգումների, կտանքների, բանտային եւ կալանքի, խոսքս Բագրատ եւ Միքայել սրբազանների մասին է։ Մարկանց վրա չդնենք ֆունկցիա մեր անթույլատրելի անգործությունը արդարացնելու համար։ Պարոն Սուրենյան, վերադառնանք մի քիչ հայկական իրականություն, ես կուզեի մեկ հարցի պատասխանեիք մեզ դրսում գտնվողներից, մասնավորապես այս պահին Ռուսաստանում գտնվող խոսքը շատ հետաքրքիր է ներքին միջին վիճակագրական քաղաքացու հոգեվիճակը այս պահին, մենք մեր մասնավոր զրույցում նաև քննարկել ենք այդ հարցը, մենք չենք տիրապետում մարդկանց հոգեբանությանը, ցավոք սրտի, ինչքան էլ մեր կապը շատ է, մենք խոսում ենք, շփվում ենք, բայց ամեն մեկս շփվում ենք մեր պիսիների հետ եւ մեր կարծիքը անընդհատ լսում ենք, անդրադարձնում ենք մեր կարծիքը, բայց չէ որ ռեալ մենք գիտենք, որ ընտրողներ եղել են, մենք ռեալ գիտենք իրական քանակը միգուցե, շատ վատ բան եմ ասելու, պլյուս մինուս ոնց որ 50 ասեց, ինչ որ պլյուս մինուս քանակով, բայց գիտենք, որ կան ռեալ այդ մարդիկ, ոչ վարչական ռեսուրսի մասին է խոսքս, ոչ իր թիմակիցների մասին, այլ
հենց ռեալ քաղաքացիները մենք իրենց չենք թիրախավորված բառեր չենք ասում, բայց իրենք կան գոյություն ունեն։ Ինչ է կատարվում։ Կարծում եք, որ ավելի այդ սեպը խրվեց, հա, այդ բաժանվեց, այսպես երկատվեց ավելի հասարակությունը այս ընտրությունների միջոցով եւ հիմա էլ այս խոսակցությունը, այս խոսույթը, որ շարունակում է օպոնենտը, հա, հայտնի օպոնենտը չի խորացնում այդ պարակտվածությունը եւ արդյոք միտում չունի խորացնելու, որպեսզի վաղը ամեն ինչը գնա դեպի քաղաքացիական պատերազմ, ինչ որ Նա այդպես ամեն ինչը նպատակային այո շարունակում է հասարակության բևեռացումը, նա անում է դա նպատակային, այո նրա պահոստային տարբերակներից մեկը քաղաքացիական բախումներ հրահրելն է, ես այդ մասին քանիցս արտահայտվել եմ, ցավոք սրտի այո, մեդիա տերորի ահաբեկումների, այլ դրսևորումների պատճառով յուրաքանչյուր տեղամասում Նիկոլ 40-35% կողմնակից ունի, դա այդպես է, եթե մենք իրականության հետ չարերեսվենք, ճիշտ լուծումների չեն գա, ասենք իմ համար իր 450-500 հազար քվեն հասկանալի է, իմ համար խնդիրը այն 200-250 հազար քվեի ծագումնաբանությունը և ժամանակը գա կպարզենք ինչպիսի տեխնոլոգիայով են ստացել այդ պլյուս 200-250 հազար քվեն, այն 450-500 հազար քվեն բացատրելի է, ես դրա բացատրությունը կարող եմ տալ։ Ինչ վերաբերում է հասարակությանը, գիտեք, ինձ թվում է մեկ-մեկ Ժան-Ժակ Ռուսոյի նկարագրած նախահեղափոխական Ֆրանսիայում ենք ապրում, որ մեր հասարակությունը մի շատ ցավալի բան պետք է ասեմ, հիմա շատ վտանգավոր ու պատասխանատու հայտարարություն պետք է անեմ, բայց դա իրականությունն է, մեր հասարակությունը չունի կոնսենսուս սպային քաղաքականության հիմնադրույթների շուրջ, այսինքն մենք գտնվում ենք քաղաքակրթական ճգնաժամի մեջ, ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական, սա շատ լուրջ, երևի ճգնաժամի ամենախորքային դրսևորումն է, ամենաբարձր մակարդակը, որ որևէ պետականություն կամ հասարակություն կարող են ապրել, ցավոք սա այդպես է, և ճիշտ է, որ մենք շատ անկեղծ այդ գնահատականը տանք, որպեսզի հետո ճգնաժամի հաղթահարման բանաձևերն էլ adekvat կարողանանք ձևակերպել։ Հասարակության մի մասը անտարբեր է, լռելային աջակցություն ունի Փաշինյանը հասարակության ինչ-որ շերտերի մոտ, հասարակության մի զգալի մաս էլ ընդվզում է տեղի ունեցածի շուրջ, այսինքն միասնական օրգանիզմ հասարակության վերաբերմունքի մասին խոսել հնարավոր չի։ Ես փողոցով շրջում եմ, ինձ մոտենում են քաղաքացիները, որոնք ընդդիմությունից գործողություններ են պահանջում, ինձ անտարբեր նայում են քաղաքացիները և նրանց հայացքից հասկանում եմ, որ նրանք լռելային իշխանության աջակիցներ են, և վերջապես կա հասարակության մի հատ շերտ, որը ապրում է իր առօրյա կյանքով։ Այստեղ քաղաքական էլիտան կամ քաղաքական դասը անելիք ունեն, որտեղ կրկնում եմ, Հայաստանը գտնվում է քաղաքակրթական ճգնաժամի շեմին կամ հենց այդ ճգնաժամի ռեժիմում և ակնկալել, որ հասուներ կառաջարկի, դա միամիտ զբաղմունք է։ Այս հասարակությունը չի կարող այդ լուծումները առաջարկել։ Այս հասարակությանը պետք են իրենց վրա պատասխանատվություն վերցնող մարդիկ։ 90-ականների սկզբին, եթե այդ օրերի իշխանությունը սպասեր հասարակության ինքնաբուխ մոբիլիզացիային, մենք տանուլ կտայինք առաջի պատերազմը։ Էլի բեկեց իրավիճակը, իշխանության ճիշտ քայլերը և դրա շնորհիվ հասարակության որակյալ փոքրամասնությունը, որ իր վրա կրեց, վերցրեց Արցախյան առաջին պատերազմի պատասխանատվությունը։ Հասկանալի է։ Պարոն Սուրենյան, մեր ունկնդիրներից Լուսինեն, Մայա Արմենիա Տելեգրամյան ալիքի ադմինիստրատոր Միրիջանյան Արսենի միջոցով հարց է փոխանցում, արդյոք չեք գտնում դուք, որ ընդդիմության շարքերում մասնավորապես նշում է, որ Սամվել Կարապետյանի մոտ իհարկե հարցիրն ավելի շուտ պետք էր տալ, բայց դե կան փաշինյանական լրտեսներ, հա, այնտեղ և այդ է պատճառը, որ
ընդդիմությունը ավելի այսպես ռադիկալ քայլերի չի գնում։ Կարծում մոտավորապես այսպեսին։ Ես բնականաբար գործընկեր կուսակցության կամ քաղաքական ուժի մասին նման գնահատական չեմ տա, բնականաբար։ Անփորձություն կա, քաղաքական ուղեգծի կամ տեսլականի հստակ ձևակերպման պակաս կա։ Ես կարող եմ այդպիսի բաներ ասել, բայց այդ գնահատականը, որ հնչեցվեց, դա որտեղ գործընկեր կուսակցության մասին է խոսքը։ Ես հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում Սամվել Կարապետյանի գործուն ջանքերով իրենց թիմում բյուրեղացում տեղի կունենա եւ նման հարցերի առիթ այլևս չի լինի։ Հա, իրականում մենք մի փոքր զրուցենք, հա, ակնկալիքները, հա, սպասելիքները շատ մեծ են ուժեղ Հայաստանից եւ ցանկալի կլինի, որ այդ բոլոր սպասումներն իրականացվեն, բայց մեր հասարակությունը հաշվի չի առնում, որ շատ նոր, հա, շատ նոր ուժ է եւ մենք տեսնում ենք հայ հեղափոխական դաշնակցություն, մենք տեսնում ենք ՀՀԿ, մենք տեսնում ենք ԲՀԿ, մենք տեսնում ենք նույն դեմոկրատական այլընտրանք կուսակցությունները, որոնք կոփվել են տարիների ընթացքում եւ նոր ուժ, որը որ էքստրեմալ պայմաններում ձևավորվեց, կազմակերպվեց եւ միանգամից շատ հզոր պայքարի մեջ մտավ, պետքա մի քիչ ավելի երևի Մի քիչ պիտի ըմբռնումով մոտենանք, որտեվ իսկապես այդ մարդիկ ենթարկվել են ամենադաժան հետապնդումների։ եւ ենթարկվում են իդեպ Եվ ենթարկվում են։ Հիմա գիտեք ինչ, բա զանգվածային շարժումը, այդ զանգվածային շարժումը դրական կողմի հետ ունի նաև ռիսկեր։ Բազմաթիվ արժանավոր մարդկանց հետ միասին կարող են իրենց շարքերում հայտնվել նաև մարդիկ, որոնք անհրաժեշտ քաղաքական ֆիլտրումներ չեն անցել։ Միայն ժամանակի ընթացքում այդ ֆիլտրումները կարող են լինել։ Այլ խնդիր է, որ ուժեղ Հայաստանից պիտի ակնկալենք ավելի հստակ քաղաքական ձևակերպումներ, ավելի հստակ քաղաքական մեսիջներ, ավելի հստակ քաղաքական բովանդակություն։ Սրա իրավունքը ունենք անշուշտ այդ պահանջների եւ ինչի ես ընտրարշավի ընթացքում էլ եմ ասել, իրենց բաց թողումը նույնիսկ թիմի կառուցվածքը չի, որտեվ կրկնում եմ, նոր թիմ է, իսկ նոր թիմերում ամեն ինչ կարա պատահի, չէ՞, կարող են արժանավոր կադրերի կողքին լինել նաև ոչ այնքան փորձառու, կամ ոչ այնքան վստահելի մարդիկ։ Այստեղ ուրիշ բան է, ուժեղ Հայաստանի խնդիրը այլ էր, որ իրենք ողջ ընտրարշավի ընթացքում իրենց խանգարեց իմ կարծիքով մի փոքր ավելորդ ինքնավստահությունը եւ պլան B-ի բացակայությունը։ Հասկանալի է, պարոն Սուրենյանց, մի փոքր խոսապսական ապակա հարաբերությունները դուք ինչպես եք տեսնում եւ ինչպիսին կուզեիք իդեալական իրավիճակումներ եւ ինչպես եք տեսնում, եթե այս կառավարությունը շարունակի իր աշխատանքը։ Գիտեք, հայ-ռուսական հարաբերությունների մասին ես շատ երկար ու շատ հանգամանալից եմ խոսել։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը 8 տարիների ընթացքում երկու խոշոր արկածախնդրություն է արել։ Մեկը արդեն ավարտվել է մեր համար ողբերգական ելքով, խոսքս 2018-2020 թվականների արկածախնդրության մասին էր, ինչի հետևանքով այդ բանակցությունը կսկսենք զրոյական կետից, այդ միջազգային միջնորդական ջանքերի անտեսումը, կարգավորման պլանի վիժեցումը, ինչը լեգիտիմացրեց պատերազմելու Ալիևի օրակարգը եւ ինչը ի վերջո բերեց Արցախի կործանմանը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը երկրորդ ավանտյուրայի մեջ է, դրով շատ ավելի ծանր է լինելու, քան 18-20 թվականների ավանտյուրան, որտեղ այդ ավանտյուրայի թիրախը Ադրբեջանն էր, այս դեպքում շատ ավելի լուրջ պետությունն է Ռուսաստանը։ Հիմա տեսեք, սխալ են մարդիկ կարծում, որ այս պահին Նիկոլ Փաշինյանի գլխավոր նպատակը խաղաղության հաստատումն է, նույնիսկ ադրբեջանական օրակարգով։ Մարդիկ այդ հարցում սխալվում են, դա տեսանելի այսբերգային հատվածն է։ Խաղաղության Նիկոլ Փաշինյանը ամեն գնով ձգտում է մի պատճառով, որպեսզի հնարավորություն ունենա փոխել երկրի ստրատեգիական կողմնորոշումը։
Այսինքն Հայաստանը դուրս անել Ռուսաստանի անվտանգության հովանոցից։ Սա է Նիկոլ Փաշինյանի ստրատեգիական նպատակը։ Եվ ցավոք սրտի այն մի քանի 100,000 քաղաքացիները, որ քվե են տվել Նիկոլ Փաշինյանին, առանց գիտակցելու քվե են տվել հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի խորացմանը, առանց գիտակցելու ռուսական արենցիրից ուղեցրից Հայաստանի դուրս բերմանը եւ թուրք-ադրբեջանական ակցիանի մեջ Հայաստանի հայտնվելուն։ Հայաստանը արևմուտքում չկա որևէ պետություն, ամենայն հարգանքով արևմուտքի բոլոր պետությունների, այդ թվում Ֆրանսիայի Հանրապետության հանդեպ, բայց նույնիսկ Ֆրանսիայի Հանրապետությունը պատրաստ չի Հայաստանին անվտանգության երաշխիքներ տալ ընդդեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի ուղղակի պատրաստ չի, նրանց կենսական շահերից դա չի բխում, ել չեմ խոսում արևմտյան այլ պետությունների վերաբերյալ։ Արևմտյան պետությունների անվտանգային երաշխիքը Հայաստանին շատ պարզ է, շատ ակնհայտ է։ Նրանք ասում են գնացեք բավարարեք Ադրբեջանի եւ Թուրքիայի բոլոր պահանջները եւ ձեր անվտանգության համակարգը կառուցեք այդ հիմքով։ Ավելին նրանք Հայաստանին չեն խոստանում։ Եթե այս իշխանությունը մնա, Հայաստանը վերածվելու է աստղարվի դրանից բխող բոլոր հետևանքներով, ցավոք սրտի, սա ամենամեծ ողբերգությունն է, որ կարող է գալ Հայաստանի եւ հայ ժողովրդի գլխին։ Մնացած բոլոր հարցերում կարելի է իշխանության ինչ-որ ձևով հանդուրժել, ինչ-որ ձևով են ի նկատի ունեմ ներքին քաղաքականության այլանդակություններ եւ մի շարք այլ բաներ։ Բայց հիմա մենք կանգնած ենք այս ողբերգական շրջադարձի առաջ։ Մեզ կոմֆորտ արևմուտք չի սպասում։ Եվրամիությունը իր դռները Հայաստանի առաջ չի բացելու։ Հայաստանի հասարակությանը ստորաբար խաբում են։ Կոպենհագենյան խարտիան, որը ենթադրում է այն չափանիշների համակարգը, որ որևէ երկրին դարձնելու է ԵՄ անդամ, պարտադիր պայման է համարում թեկնածուի ցամաքային կամ ծովային սահմանը Եվրամիության հետ։ Ինքնին հասկանալի է, որ մոտ ապագայում ոչ Վրաստանը, ոչ Թուրքիան Եվրամիության անդամ դառնա։ Եվ հետևաբար Հայաստանի անդամակցության հեռանկարը նույնիսկ մշուշոտ չի, գոյություն չունի ուղղակի։ Եվ այս պարագայում գնալ Ռուսաստանի հետ անտագոնիստական հարաբերությունների ձևավորմանը նշանակում է գիտակցաբար հայկական պետականությունը կանգնեցնել կոլապսի գրեթե անխուսափելի ելքի առաջ։ Օբյեկտիվորեն լավն են այդ երկրները, մեզ անվտանգային բավարար երաշխիքներ տալիս են, թե ոչ, միակ երկիրը, որ պատրաստ է այսօր անվտանգային երաշխիքներ տրամադրել Հայաստանին, դա Ռուսաստանն է։ Կրկնում եմ, ես Ռուսաստանին ամենաբարեխիղճ դաշնակիցը չէի համարի։ Բայց այլ դաշնակից ցավոք սրտի, այլ պետություն, որը պատրաստ է Հայաստանի առջև դաշնակցային հարաբերություններ ստանձնել, գոյություն չունի ուղղակի։ Մենք սովորաբար մի մտքի տկարություն ունենք։ Հայ-ռուսական անվտանգային համակարգը, նույնիսկ այդ ծակ համակարգը կամ անկատար համակարգը համեմատում ենք գոյություն չունեցող իդեալական համակարգի հետ, ոչ թե դրա իսպառ բացակայության հետ։ Այստեղ է գալիս մեր մտածողության ճգնաժամը, ինչը հետո բերելու է կատաստրոֆիկ հետևանքների եւ իշխանափոխության իմ գլխավոր մոտիվը կամ իշխանափոխության ցանկության իմ գլխավոր մոտիվը հենց դա է։ Հայաստանը արկածախնդրությունից, որը կարող է հայկական պետականության կոլապսի պատճառ դառնալ։ Խնդիրը այստեղ միայն տնտեսությունը չի։ Խնդիրը այստեղ անվտանգային երաշխիքներն են։ Օրինակ հարց ձեր մոտ առաջացել է մեր հարգելի հետևորդների։ Ոնց պատահեց, որ Միացյալ Նահանգներ Իսրայելի հարձակման օրերին թիրախավորվեցին Իրանի գրեթե բոլոր հարևան երկրները, ծոցի երկրներ Իրանի կողմից, նույնիսկ այնտեղ Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքները թիրախավորվեցին, թողենք այն հանգամանքը ով էր այդ թիրախավորողը, որտեղ Ադրբեջանի Թուրքիայի պարագայում այնուամենայնիվ Իրանը պնդում էր, որ ինքը չի, բայց թողենք դա։ Թիրախավորվեցին Իրանի բոլոր հարևանները բացառությամբ Հայաստանի։
Իմ համար այդ հարցը հստակ պատասխան ունի։ Իրանի կողմից Հայաստանի տարածքը չէ թիրախավորվեց, չնայած թրիփի մասին խոսակցությունի եւ այլն, որովհետեւ այստեղ կա ռուսական բազա։ Այսինքն անվտանգության երաշխիքներ գոնե նվազագույն մակարդակի վրա։ Սա չնկատել, սա չհասկանալ, ես մեղմ եմ ասում բանը արկածախնդրություն, հակապետական քաղաքականությունը։ Սա է Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենավտանգավոր արկածախնդրությունը։ Հասկանալի է, պարոն Սուրենյանց, մեր ունկնդիրներից մենք ունենք հարցեր, ինձ ասեք, խնդրեմ, մենք ինչքան ժամանակ ունենք, որպեսզի չչարաշահենք ձեր ժամանակը։ Ես չեմ կաշկանդի հիմա, խնդրեմ, առայժմ կարող ենք շարունակել։ Ունենք հարց Քրիստինա Անանյան, կարծում ես հարցին հարցի տրամաբանությունը այսպեսին է, ինչ եք կարծում, ընդդիմադիր ուժերի միավորումը ինչ կտա, արդյոք հնարավոր կլինի այս իշխանությունից ձերբազատվել, խնդրեմ կարճ Ես միավորում բառը չեմ սիրում, որովհետև ինքնաբավ ինքնուրույն ուժերը չեն կարող միավորվել, իրենք կարող են կոնսոլիդացվել կոնկրետ օրակարգի շուրջ։ Եթե միավորվելու լինենք, մենք մեկ միասնական ցուցակում կլինենք եւ նախընտրական միասնական բլոկ կլներ, ես արհեստական միավորումների դեմ եմ։ Կոնսոլիդացիային խնդրեմ, մեծ սիրով։ Եվ Սամվել Կարապետյանի ուժի հետ եւ Հայաստան Դաշինքի հետ մեծ սիրով կոնսոլիդացիայի պատրաստ ենք հանուն ընդհանուր նպատակի, հանուն ընդհանուր խնդիրների։ Կոնսոլիդացիան պետք է ունենա բովանդակություն, գիտեք, այս իշխանությունը այսպես թե այնպես փլուզվելու է։ Քաղաքական փլուզումը նույնիսկ թայմինգի առումով համարձակում եմ շատ վստահ կանխատեսում անել, տեղի ունենալու առաջիկա 1-1.5 տարում։ Մեր խնդիրն է կամ պատասխանատու ընդդիմության խնդիրն է այնպես անել, որ երկիրը չմնա այդ փլուզման փլատակների տակ։ Սա է պատասխանատու ընդդիմության խնդիրը։ Հիմա ասում եք, արդյոք այս ընդդիմությունը միավորվելով կարող է խնդիր լուծել։ Դա ընդդիմության խնդիրն է նաև իմ որպես Սուրեն Սուրենյանց։ Եթե նույնիսկ այս ընդդիմությունը խնդիր չկարողանա լուծել, հասարակական տրամադրությունների արմատականացումը բերելու է ընդդիմադիր նոր հարթակի ձևավորման, որը կլուծի թե Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը, թե գործող ընդդիմության։ Շատ բարի, պարոն Սուրենյանց, Մարուսյա, հա, օգտատիրոջ անունը, ուրեմն ձեզ շատ շնորհակալություն է ասում եւ հիացմունքի խոսքեր է փոխանցում։ Մեծ հաճույքով ձեզ ընկնդրում եմ իր ռուսերենից, եմ թարգմանում կներեք, եթե ինչ-որ սահուն չի ստացվում միտքս։ Հարցը այսպիսին է, գիտեք արդյոք այսպիսի մի շարժում, նժար ռուսերեն տառերով գրված, եւ եթե գիտեք ինչ շարժման մասին է խոսքը, չեք կարծում, որ շատ առողջ, ամենաառողջ եւ մեզ անհրաժեշտ ուժն է, որը որ կօգնի այս իրավիճակը լուծելու եւ նորից այսպես միավորելու ընդդիմությունը, խնդրեմ պատասխան։ Նժար շարժմանը ծանոթ եմ, իրենց առաջնորդին հարգում եմ, Նինա Կարապետյանցը իրավաբան, ընտրությունների մասնակցում էին, բոլորին դեմ եմ կուսակցության շրջանակներում իրենք, ամենայն հարգանքով Նինա Կարապետյանցի եւ այնտեղ ընդգրկված բազմաթիվ մարդկանց նկատմամբ, նրանց ես վաղուց ճանաչում եմ Նինա Կարապետյանցին, տևական շրջան տարիներ շարունակ շատ սկզբունքային իրավապաշտպան գործունեություն է ծավալել, բայց ես բոլորին դեմ եմ կոնստրուկցիան այս ընտրական կամպանիայում, այնքան էլ չեմ հասկացել, վերապահներ ունեմ, որտեղ բոլորին դեմ եմ նշանակում է քաղաքական պատասխանատվության համահարթեցում։ Ես քաղաքական պատասխանատվության այդ կարգի հարթեցում Նիկոլ Փաշինյանի եւ ընդդիմադիրների միջև չեմ պատկերացնում, որովհետեւ ստեղծված իրավիճակը ունի կոնկրետ պատասխանատու եւ այդ պատասխանատուի անունը Նիկոլ Փաշինյանն է։ Պարոն Սուրենյանց, մեր Տիգրանը Հովհաննիսյան հարցնում է
Ես կարդամ ինքը, քանի որ հայերեն է գրել, երևի տոնն էլ հենց այդպես էլ կստացվի ըստ էության, թե ինչպես ինքը գրել է։ Մի հատ հարցրել, ինչ պլան B, G, D, E, Z, ասենք թե պլան X լիներ, բանախոսը որևէ մեխանիզմ գիտի իշխանափոխության, ու եթե այո կբարձրաձայնի Ես մեր իշխանափոխության ամուսնությունից մեխանիզմ դրամազը հենց մասնավորապես համար ասեք։ Ես իշխանափոխության պլան գիտեմ, արդյոք գործող ընդդիմությունը ամբողջովին համապատասխանում այն պատկերացումներին, առայժմ ոչ։ Արդյոք գործող ընդդիմությունը կարող է մի հատ բառ կա, մի քիչ տեղին չի, բայց ասեմ տյունինգի ենթարկվելով համապատասխանի այդ դերին, կարծում եմ այո։ Դա նպատակային պայքար նախ խորհրդարան փողոց միքսով եւ այլընտրանքային տեսլականների մշակումով, որը տարի ու տարուկեսում հանգեցնելու է Հայաստանում իշխանափոխության։ Այո, ես այդ պլանը գիտեմ, պլանի որոշ մանրամասներ նույնիսկ իմ հրապարակային հարցազրույցներում բացահայտում եմ։ Մեր հարգելի գործընկերոջը ասեմ, որ նման վիճակ Հայաստանում 1996 ստեղծվել, որ վիճառույց ընտրությունները բերեցին իշխանության ճգնաժամի խորացման, ցավոք սրտի այն ժամանակ ընդդիմությունը փոշիացված էր եւ չկարողացավ որակյալ իշխանափոխություն իրականացնել, տեղի ունեցավ պալատական հեղաշրջում։ Ես կարծում եմ հիմա Հայաստանի նման վտանգ չի սպառնում եւ փոփոխությունները գնալու են խորքային փոփոխությունների ճանապարհով, այսինքն տեղի ունենալու իշխանափոխություն դասական քաղաքականության կանոններով։ Պարոն Սուրենյան, տանտիրոջ իրավունքով Արթուրն էլ ունի հարց, փորձենք իրեն տրամադրել միկրոֆոնը, Արտուր ջան, Խնդրեմ։ Пожалуйста, задай свой вопрос. Добрый Արտուր, вечер всем. Երիգո, պարոն Սուրենյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եթե կարելի է, ես ռուսերին ասեմ։ Խնդրեմ։ Դուք էլ հայերին կպատասխանեք։ Այո, խնդրեմ։ Այդքան լավ չեմ խոսում։ Իմ հարցս մի վարքյան։ У меня такой вопрос. Вы же давно знаете Пашиняна, правильно? Правильно. Я не знаю, я не знаю, какие у вас были отношения, как вы общались, но знаю, что вы у нас на подкасте были уже, вы говорили, что давно знали его, и даже в других эфирах говорили это. Вот. Но у меня такой вопрос к вам. В те годы, когда вы его знали, Пашиняна, он был таким же беспредельщиком, как и сейчас? Или он все-таки как-то пытался это скрывать, или что? И сейчас, дорвавшись до власти, он стал таким, как сказать, абсолютным беспредельщиком? Это его страх или что? Что вообще им движет, этим человеком? Но то, что он выполняет турецко-азербайджанские приказы, мы все это знаем. То, что он подменивает понятия, мы все это знаем. Но то, что он вот так по беспределу относится к армянскому народу, унижает народ в угоду другим, как сказать, в угоду даже врагам армянского народа, он таким был изначально или он со временем стал таким, почувствовав силу? Спасибо большое. Շնորհակալ եմ, ես առիթ ունեցել եմ ասելու, ես իմ կենսագրության որևէ դրվագից չեմ հրաժարվում, իմ կենսագրության ցանկացած դրվագի համար պատասխանատու եմ եւ շատ դեպքերում հպարտությամբ եմ հիշում իմ կենսագրության տարբեր դրվագներ։ 1992 թվականից ես ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին, մենք երկուսով հենց 1992 թվականին ընդունվել ենք Երևանի պետական համալսարան, ես սովորել եմ պատմության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, Նիկոլ Փաշինյանը սովորել է ժուրնալիստիկայի ֆակուլտետում։ Այդ թվերից մեր մեջ ձևավորվել է որոշակի շփումներ, ինչ-որ փուլում նույնիսկ ընկերական հարաբերություններ, որոնք շարունակվել են մինչև 2012 թվականը։ 2012 թվականին մենք ունեցել ենք քաղաքական տարաձայնություններ, որից հետո
հարաբերությունները կարելի ասել զրոյացել են կամ մնացել են միայն բարև պայլուսի մակարդակի, ոնց որ մեր ժողովուրդը սիրում է ասել։ Նիկոլ Փաշինյանը այն թվերին էլ դիրքորոշումների կայունության բաշխի չէր գնում, շատ հաճախ հակասական դիրքորոշումներ ուներ, չեմ հիշում, որ ինքը ի տարբերություն իմ այլ ընկերների ընկերական կոդեքսի տրամաբանության ամբողջովին ենթակա լիներ, մի քիչ այլ բնավորություն ուներ, բայց այն մասշտաբը, որ ես հիմա իր մոտ տեսնում եմ, որը բերեց ես ազգային ողբերգության, այդ թվերին ես խորությամբ չեմ նկատել այդ մի շարք բաներ, որ հիմա իր մոտ նկատում եմ, բայց ես հիշում եմ ինչպիսի աղմուկն է բարձրացրեց, որն էլ դարավ մեր վեճի պատճառ, ըստ էության, կարող այս անգամ նույնիսկ այս մասին նույնիսկ առաջի անգամ եմ ասում կամ ակնարկել եմ այլ անգամներ, Նիկոլ Փաշինյանի հետ իմ վեճերը սկսել է 2011-12 թվերին, նույնիսկ ինքը ընդհատակում էր ինչ-որ փուլում այդ ժամանակ սկսվեց, բանակում տեղի էին ունեցել իրադարձություններ, հիշում եմ, սպանության, ինքնասպանության դեպքեր, Facebook-ում ձևավորվեց մի հատ ակտիվ խումբ այդ դեպքերի առիթով, այդ խմբի համակարգողներից մեկը ես էի, հետո 2009-10 թվերին ավելի շուտ, հա, այդ թվերին սկսվեց, հետո այնպես ստացվեց, որ այդ խմբի անունից ես հանդիպման առաջարկ արեցի այդ օրերի պաշտպանության նախարար գեներալ Սեյրան Օհանյանին, գեներալը, քանի որ մենք ունեինք մարդկային հրաշալի հարաբերություններ, մեծ ցանկությամբ ինձ ընդունեց, հյուրընկալեց պաշտպանության նախարարությունում, մենք հանդիպեցինք, շատ մանրամասն խոսել ենք մի թեմայով ես ու գեներալը այդ հանդիպմանը, բանակում ստեղծված իրավիճակի, ես լսել եմ նախարարի ուրեմն բացատրությունների մեծ մասը ինձ հիմնավոր է թվացել, նախարարի հանդիպումից հետո լրագրողի հարցերին ես պատասխանել եմ իմ տպավորությունների մասին, դա երևի 9 թե 10 թիվներ, դրանից հետո Նիկոլ Փաշինյանը մի հատ լավաշ հոդված գրեց ընդհատակից Հայկական ժամանակ օրաթերթում, որտեղ կասկած հայտնեց, որ իբր Սեյրան Օհանյանի իմ հանդիպումը պատահականություն չի, որ իբր դա երկխոսության փորձ ա եղել ընդդիմության մի հատվածի եւ Սերժ Սարգսյանի իշխանության միջև, հա, ուղղակի դա արտահայտվել է իմ ու Սեյրան Օհանյանի դեմքով, անհետ մի հոդված էր, որովհետև կրկնում եմ, ես ու Սեյրան Օհանյանը այդ հանդիպման ընթացքում ընդհանրապես չենք խոսել քաղաքականության մասին, քննարկվել է այդ բանակում տեղի ունեցած դեպքերը, այդ հոդվածից հետո Նիկոլ Փաշինյանի, բնականաբար իմ ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները, այսինքն այդ արկածախնդրությունը չեղած տեղի ինտրիգ փնտրելը, սպիտակավորելը Նիկոլ Փաշինյանի բնավորությունն են եղել, նույնիսկ այդ թվերի, ես այս մի մասնավոր օրինակով կարծում եմ շատ կարևոր բացահայտում արեցի, ինքը անտեսեց փաստորեն այն հանգամանքը, որ ես ու ինքը ջերմ հարաբերություններ ունենք, որ ես կարծում եմ ինքը շատ էլ վստահ էր, որ ես ու Սեյրան Օհանյանը հենց այդ հարցն էլ քննարկել ենք եւ քաղաքական ոչ մի ուրիշ չի եղել, ուղղակի իրան այդպես էր պետք, այդ ինտրիգային մթնոլորտը ինքը բանը գեներացրեց, դա 2009 կամ 10 թիվներ, հիմա ստույգ չեմ հիշում, որից հետո մեր հարաբերությունները գնացին դեպի սառեցում, հետո ես հիշում եմ ինքը ինչպիսի պառակտիչ գործունեություն էր ծավալում Հայ ազգային կոնգրեսում, արդեն երբ որ ընդհատակից դուրս էր եկել, եւ այդ կոնգրեսը դերևս կուսակցություն չէր, համաժողովրդական շարժում էր, եւ հիշում եմ ինչպես մանդատը ստանալուց հետո կոնգրեսի անունից ընդհանրապես որոշեց երես նախագահից, դա էլ եմ հիշում, դա էլ իմ աչքի առաջ տեղի ունեցել, կարծում եմ սրանք կարևոր բացահայտումներ են, որ ամբողջացնում են այդ մարդու կերպարը, այսինքն ինքը իր մերկանցիր քաղաքական օրակարգը սպասարկելու համար պատրաստ է բազմաթիվ բարոյական գծեր տրորել։
Ինչու մենք համոզվում ենք վերջին 8 տարիներին եւ դրանից շատ առաջ ովքեր որ իրեն ճանաչել են։ Պարոն Սուրենյանց, մի փոքր էլ խոսենք այս ռեպրեսիաների մասին, հա, այս պահի դրությամբ կենտրոնական դրական հանձնաժողովը ինչի վրա չէինք էլ կասկածում, հա, թույլ տվեց քրեական հետապնդումը թե Ռոբերտ Քոչարյանի, թե եւս երկու հոգու, որոնցից մեկի անունը կարծեմ արդեն ասվեց, երկրորդի մասին չենք խոսել, գիտենք, որ ներկայացվեց ազգային ժողովը Միքայել որպեսզի Սիրան Օհանյանին ձգտեն եւ այլն, այսինքն մենք հասկանում ենք, որ մոտակա օրերին ունենալու ենք բավականին այսպես հագեցած կինոլենտա, հա, ասենք մասկի շոուներով եւ այլնով համեմված, ինչ եք կարծում, ինչի մասին է ամեն ինչը, հասկանում ենք, որ շինծու գործեր են, հասկանում ենք, որ ինչ որ մի կարճ ժամանակ հետո արդարացվելու են այս մարդիկ, բայց ինչ միտում ունի, ուր է տանում այս ամեն ինչը եւ արդյոք ավելի չի խորացնում իր առանցնել բարդ իրավիճակը։ Գիտեք, ռեպրեսիաների շատ լայնածավալ դրսևորումների հետ գործ ունենք, դա արդեն նորություն էլ չի։ Մենք այդ բազմաթիվ արդյունքներով տեսել ենք, ընդհանրապես այս ընտրական գործընթացի ամբողջ տրամաբանությունը, եթե մեկ բառով ամփոփենք, դա ռեպրեսիա բառն է հենց։ Ռեպրեսիաները, գիտեք, մեր ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Տևանյանն էլ շինծու մեղադրանքով կալանավորվեց Մտրարշավի հասարակացին, կեսին, Ռոբերտ Քոչյանի հետ կապված գործը անհեթեթություն, հա, դուք գիտեք, որ այս ժամանակին լուրջ քաղաքական խնդիրներ եմ ունեցել Ռոբերտ Քոչյանի հետ, նրա իշխանության տարիներին 2 անգամ քաղաքականավոր եմ եղել, բայց դա որևէ կապ չունի, դա չի կարող ձևավորել իմ քաղաքական դիրքորոշումը, իմ հետ կապված այդ իրադարձությունները, Ռոբերտ Քոչյանի նկատմամբ հիմա տեղի ունեցողը դասական քաղաքական հետապնդում է, իսկ սկզբունքը իմ համար ավելի կարևոր է, քան անցյալից եկած նստվածքը, մի խոսքով, մանավանդ որ Արցախի կործանումից հետո անցյալում տեղի ունեցած շատ բաները իմ համար երկրորդական են դարձել, հետո ես քաղաքական գործիչ եմ եւ քաղաքական գործչի համար նորմալ է եւ հալածվելը եւ տարբեր փորձություններով անցնելը, հետեւաբար շատ վաղուց Արցախի կործանումից հետո, մի խոսքով, նախկինում տեղի ունեցած շատ իրադարձություններ, իմ հետ կապված եւ այդ իրադարձությունների հեղինակներին ես ներողամտորեն եմ վերաբերվել եւ որևէ անձնական թշնամանք որևէ մեկի հանդեպ չունեմ։ Այդ առումով եւ պատրաստ եմ Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում թե Ռոբերտ Քոչյանի, թե բազմաթիվ այլ ընդդիմադիրների հետ համագործակցել։ Հիմա Այն բանը շոուները, որ սարքեցին, որ իբրև թե պարոն Ծառուկյանը եւ Քոչյանը ուզում են երկրից մեկնել, փախչել, հա, այդ անթույլատրելի տեսարանները, այդ երբ որ մարդիկ օդանավակայանում նոր իմանում են, որ իրաց դեմ քրեական գործ է հարուցվել, ինչպես պարոն Ծառուկյանի պահով էր։ Մարդը անձնական 2-օրյա գործով երկրից ուզում է մեկնի ու հանկարծ օդանավակայանում իմանում է, որ իր դեմ քրեական գործ է հարուցված։ Նորմալ Ծառուկյանի դեմ տեղի ունեցածը ավելի ապօրինի է, որտեղ նա թեկնածու էր, քրեական գործ չեն կարող հարուցել, մինչև կենտրոնական դրական հանձնաժողովից թույլտվություն չստանալը։ Բայց արել են փաստորեն մարդիկ։ Սա մեկ, երկրորդը Այն աննախադեպ ճնշումները, որ կան մեր թիմի նկատմամբ, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, ուղղակի չեք պատկերացնի, ինչ աննախադեպ ծավալների են դրանք ասել, թե ստուգումներ բիզնեսում, թե քաղաքական հետապնդումներ, բայց այս ռեպրեսիաները, գիտեք, մի հատ չափ ունեն, որից հետո սկսում են չաշխատել։ Սրանք չեն կարող հավերժ Նիկոլ Փաշինյանին փրկել այն խնդիրներից, որոնք գոյություն։ Ենթադրենք Սամվել Կարապետյանին, Ծառուկյանին, Քոչարյանին կալանավորեց։ Հետո դրանից Հայաստանի անվտանգային մակարդակն է բարձրանալու, թե տնտեսական խնդիրներն են լուծվելու, թե երկիրը ավելի անվտանգ է դառնալու։ Ախր գիտեք, մի հատ սահման կա, որից հետո այդ ռեպրեսիաները բումերանգի էֆեկտով հակառակ ազդեցություն են ունենում։ Շնորհակալություն, պարոն Սուրենյանց, իսկ
մի փոքր հետ վերադառնանք, ես ուզեի ձեր տեսակետը մայիսի 28-ին կազմակերպված շքերթի մասին, ինչ էր դա, ինչու ցուցադրվեց այդ տեխնիկան, ինչու մնաց Երևանում, մերձ, հա, Երևանյան տարածքում, ինձ ուղղեցիք դուք երեք, եւ արդյոք լավ, արդյոք չէ, ինչ մեսիջ փոխանցեց մեր հարևան, ոխերիմ հարևանին, որ հանկարծ բան չանի, հա, մեր ուղղությամբ չնայի, թե ինչ էր դա, ընդհանրապես ինչ շքերթ էր։ Տեսեք, նախ ես առաջի անգամ եմ շքերթ տեսնում, որը թշնամական երկրի թույլտվությամբ անցկացվի, Նիկոլ Փաշինյանը նման խոստովանություն արել է, չէ, որ նա բացատրել է նաև Ադրբեջանին այդ շքերթը ինչի համար է կազմակերպվում։ Այդ նշանակում է թույլտվություն ստանալ, այլ խոսքով։ Սա մեկ։ Երկրորդը դա լրիվ տեղավորվում էր Նիկոլ Փաշինյանի նախընտրական PR տրամաբանության մեջ, ոչ ավելին։ Այդ զենքերի կենսունակության ու սպառազինության մասին էլ կներեք, բայց ռազմական ոլորտի մասնագետներից դուրս մնացածը խորքային պատկերացումներ ունենալ չեն կարող, հետևաբար հեշտ էր հասարակությանը մանիպուլացնել։ Երրորդը նա այդ շքերթը կազմակերպում էր, որպեսզի կարողանա այն իր կեղծ արդարացումը հիմնավորել, թե մարդիկ իրան մեղադրում են կոռուպցիայի աննախադեպ ծավալների մեջ, որտեղ ասում են ոչ մի լուրջ բան երկրում տեղի չի ունեցել, բայց պետական պարկը աճել է 8 միլիարդ դոլարով, հա։ Ահավասիկն ասում էր, որ դա սպառազինության վրա է ծախսվել։ Շնաց ամենա արժանահավատ մասնագիտական հաշվներով սպառազինության վրա ծախսվել է ընդամենը 2 միլիարդ դոլար, եւ այդ բլեֆը չէր կարող ուրեմն անցնել կամ արժանահավատ դիտվել։ Եվ վերջապես, եթե իսկապես մեր բանակը նման բարձր պատրաստության վիճակում է սպառազինության առումով, ինչպես ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, բայց այդ դեպքում ինչու է նա ադրբեջանական յուրաքանչյուր պարտադրանք ճնշման պարագայում հասարակությանը հորդորում գնալ անպայման այդ զիջումներին, հակառակ դեպքում պատերազմ կլինի։ Զիջումները մի կողմ, մենք ունենք ջերմուկ, մենք ունենք Սև լճի մի հատված եւ էլի շատ հատվածներ, որտեղ ադրբեջանցիները նստած են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում, ինչի մասին է խոսքը, եւ այդ դարից դուրս չեն շփոթվում եւ չեն սովածանում, չգիտես ինչի չեն սովածանում, այդ շան տղերքը ինչով են սովում, չհասկացանք այդպես էլ։ Պարոն Սուրենյանց, չեմ ուզենա մեր այսօրվա զրույցը ծանրացնեմ, հա, այդ բամբասանքներով, հա, նախընտրական, հետընտրական, Նիկոլը ասեց սա, մյուսը պատասխանեց նա, մեկը մանդատ վերցրեց, այն մյուսը Գեգամ Նազարյան, հերվից շատ այսպես խուճուճ բառն օգտագործեմ, հա, շատ խուճուճ է նայվում եւ իրականում հասկանում ենք, որ շատ մեծ աղմուկ կա եւ մարդիկ, ովքեր որ փոքրի շատ է քաղաքագիտության եւ քաղաքականության հետ կապ ունեն, հասկանում են, որ այդ աղմուկը թաքցնում է մի շատ կարեւոր բան։ Չգիտեմ ձեր կարծիքով ինչն է, բայց ես կուզեի, որ դուք պատասխանեիք մեր անկլավների մասին հարցին, Տիգրանաշենի մասին ամեն դեպքում հարցին, ինչ կլինի Տիգրանաշենի հետ մոտ ապագայում եւ հայ-թուրքական սահմանի մասին, հա, այն բոլոր ամենասուր հարցերը, որոնք որ կարող են անմիջապես Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնալ, անվտանգային համակարգի եւ անվտանգությանը, ինչպես նաեւ 102 ռազմաբազային, հա։ Արդյոք այս շատ բարձր աղմուկը չի խլացնում այդ բոլոր հարցերը եւ մի շարք այլ հարցեր, որոնց մասին դուք կասեք, որոնք շատ կարեւոր են։ Նաեւ մենք հաճախ երրորդական թեմաների վրա սևեռվում ենք եւ այո, խլացվում են ֆունդամենտալ խնդիրները, օրինակ կարող է սոցիալական ցանցերում ժամը օրերով քննարկվել Անահիտ Ավանեսյանը ինչ ժպիտ արեց կամ ում ձեռարով կամ ինչ արեց,
եւ իրանք հատուկ նաեւ նման թեմաներ են ստեղծում, որ հասարակությանը շեղեն ֆունդամենտալ խնդիրներից։ Անկլավների խնդիրը։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը այս ընտրական ցիկլում շատ անկեղծ է եղել, ըստ էության անոնսավորել է բոլոր նոր զիջումները։ Նա հստակ շատ հրապարակային պարզ ասել է, որ անկլավները վերադարձնելու է։ Խոսքը 4 գյուղի մասին է, որոնք մեկը Տիգրանաշենն է եւ Տավուշի մարզում 3 գյուղի մասին է։ Այդ գյուղերի վերադարձի դեպքում խաթարվում է Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան բնականոն կապը, իսկ դրանք այդ ճանապարհի վրա են գտնվում։ Ես ինքս 2 թե 3 ամիս առաջ հիմա ստույգ օրը չեմ հիշում, մարտին էր կամ ապրիլին ավելի շուտ, եղել եմ Տիգրանաշենում, շատ տխուր վիճակ էր, ըստ տեղացիների 2-3 աշակերտ ունեցող դպրոցը սեպտեմբերի 1-ից փակվելու էր, բնականաբար եթե դպրոցը փակվում, դա իր հերթին անխուսափելիորեն այդ գյուղի դատարկմանը, չնայած մի քանի տասնյակ մարդ էին բնակվում, եւ ինչն էր կարևոր, սեփականության հասցեի գրանցում չեն անում այդ գյուղում։ Իսկ այդ մարդկանց սեփականությունը գրանցվում է հարևան սևակավանի վրա, այսինքն ակնհայտ է, չէ, որ դա արդեն ինստիտուցիոնալ առումով այդ գյուղի օտարման գործընթացը տեղի է ունենում։ Հիմա անկլավները այս փուլում վերադարձնելը չափազանց վտանգավոր է։ Տեսեք, Արցվաշենը, այո, ինքը Հայաստանի Հանրապետության մաս է, բայց Արցվաշենը ստրատեգիական որևէ նշանակություն Հայաստանի համար չունի։ Եվ չեմ էլ պատկերացնում այս տկար վիճակում Հայաստանը ոնց է պահելու 12 կիլոմետր մեր սահմանից հեռավորության վրա գտնվող եւ ամբողջովին Ադրբեջանով շրջապատված այդ գյուղը։ Ամենաօպտիմալ լուծումը պիտի լիներ եւ նոյեմբերին փաստաթղթով ոնց որ թե տենց է նախատեսված էր, այդ անկլավների հարցում ստատուս քվոյի պահպանումը։ Այսինքն Հայաստանը հրաժարվում է Արցվաշենի նկատմամբ հավակնությունից, Ադրբեջանը հրաժարվում է այդ 3-4 գյուղերի նկատմամբ հավակնությունից, սա պիններ ամենաօպտիմալ լուծումը։ Հակառակ պարագայում, եթե մենք վերադարձնում ենք այդ 4 բնակավայրերը, տեսեք ինչա կատարվում։ Նախ Հայաստան-Վրաստան եւ Հայաստան-Իրան այլընտրանքային ճանապարհներ պիտի կառուցվեն, որտեղ դրանք վտանգում են, սա մեկ, բայց սրանով խնդրը չի վերանում։ Այդ անկլավները հենց վերցրեց Ադրբեջանը, ինքը մինի միջանցքեր է ուզելու, որ Ադրբեջան այդ անկլավներ կապը ապահովի։ Այդ մինի միջանցքերը հենց ուզեց նշանակում է ադրբեջանական տարի ներկայություն Հայաստանի սահմանից ներս, իսկ դա իր հերթին ենթադրելու է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը տեղափոխվում է Հայաստանի տարածք։ Սա ամենավտանգավոր հետևանքներն են, որ կարող է այդ անկլավների թեման բերի։ Բայց այս ընթացքի շարունակության դեպքում հաջորդ էտապում այդ անկլավների վերադարձն է լինելու։ Երկրորդը, դուք հարց տվեցիք հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ։ Գիտեք, Թուրքիան նույնիսկ Ղարաբաղի կործանումից հետո, որ թվում էր թե հայ-թուրքական հարաբերություններում որևէ խնդիր չպիտի լինի, միևնույն Անկարայի նույն տեքստերն էր լսում, վերջին անգամ Հական Ֆիդանը հենց երեք թե այսօր հայտարարություն արել, որ հարմար պահի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորում են, իսկ հարմար պահը Ֆիդանն էլ, Էրդողանն էլ բազմաթիվ անգամներ ասել են դրա տակ ինչ են հասկանում, դա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է։ Այսինքն նրանք ասում են նախ կատարեք Ադրբեջանի բոլոր պահանջները, որից հետո մենք կգնանք հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը։ 100-200 ռազմաբազայի դուրս բերման հարց այս պահին ակտիվ քաղաքականության օրակարգում չկա, բայց եթե Նիկոլ Փաշինյանի այս արկածախնդիր քաղաքականությունը շարունակվի եւ Հայաստանը դուրս գա ռուսական անվտանգային համակարգից, բնականաբար տրամաբանորեն մեջտեղ է բերվելու ռուսական ռազմաբազայի համման հարցը։ Սա բնականաբար գալու է օրակարգ ու թե շուտ այդ հարցը։ Ավելին ասեմ, եթե նույնիսկ այդ հարցը օրակարգ չգա, Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը եւ այս արկածախնդիր քաղաքականության շարունակությունը Հայաստանը բերելու է
Հայաստանում բերելու է լիբանանական մոդելի ներդրումը, երբ որ Հայաստանը բաժանվում է աշխարհաքաղաքական զոնայի, տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների եւ նրանց շահերի միջև։ Այսինքն Հայաստանը դառնում է վառոդի տակառ, որտեղ աշխարհաքաղաքական բազմաթիվ շահեր են բախվում, դրանից բխող հետևանքներով։ Այս վիճակն է լինելու Հայաստանում։ Չգիտեմ, հիմա մենք տեսնում ենք, որ հայ-ռուսական հարաբերություններում դերևս պոզիտիվ որևէ բան չկա։ Հասկանալի, պարոն Սուրյանց, եւ եւս հարցն է մերունդիներից անգամանանուն հարցնում են արդյոք եթե ԲՀԿ-ն չառաջադրվեր, արդյոք ԲՀԿ-ի ընտրողները կընտրեին իշխանությանը, թե ընդդիմությանը։ Եթե ԲՀԿ-ն չառաջադրվեր, դրանից ես հասկանում եմ հարցի ենթատեքստը, ցավոք սրտի ռուսական փորձագիտական որոշակի շրջանակներում կա այդ թյուրընկալումը։ Մենք ընդդիմության ձայները չենք տարել, այսինքն այնպես չի, որ մեր առաջադրումը խանգարել է Սամվել Կարապետյանին կամ Ռոբերտ Քոչարյանին։ Մենք մեր հիմնական էլեկտորալ բազայի միջուկը այն մարդիկ էին, որ ԲՀԿ-ի չառաջադրվելու պարագայում մնալու էին տանը։ Կամ նրանց մի մասը, հատկապես գյուղերում, ընտրելու էր ՔՊ-ին։ Հետևաբար մենք մեր առաջադրումով եւ ակտիվ քարոզարշավով նախ հակաիշխանական ընդհանուր ճամբարում շատ կարևոր առանցքային դերակատարություն ենք ունեցել եւ երկրորդը նպաստել ենք ընդդիմադիր էլեկտորատի ակտիվացմանը։ Շատ շնորհակալություն, պարոն Սուրենյանց, ես կուզեի այսօրվա մեր զրույցը այսպես սահմանափակել, որովհետև մենք ձեզ 2 ժամ արդեն զբաղեցնում ենք, շատ կուզեի, որ դուք ձեր խոսքը ասեիք, ձեր մաղթանքը մեզ, թե Ռուսաստանի հայերին, թե ընդհանրապես հայությանը եւ առաջիկայում ինչ կուզենայք եւ ինչպես կուզենայք, որ մեր լսարան եւ ընդհանրապես հայ ժողովուրդը ինչպես կուզենայք, որ իրեն դրսևորեր եւ ինչ ձևով ընկալեր իրադարձությունները եւ սպասվելիք իրադարձությունները։ Իդեպ, քանի մենք զրուցում ենք, ես ուզում եմ մի լուրել հաղորդեմ ձեզ, ուրեմն հիմա ԿՊ-ն օրենսդրական մի նախաձեռնություն է ներկայացրել ազգային ժողով, որի ընդունման պարագայում ընտրելու իրավունքից զրկվելու են բոլոր այն Հայաստանի քաղաքացիները, որոնք վերջին տարվա կեսից ավելին երկրում չեն բնակվել։ Դա նշանակում է, որ հատկապես Ռուսաստանի հետ կապված, Ռուսաստանում ասենք արտագնա աշխատանքի մեկնող կամ երկքաղաքացի հանդիսացող կամ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների մեծ մասը առաջիկա ընտրություններում եւ հանրաքվեում զրկված է լինելու ձայնի իրավունքից։ Սա վերջին այլանդակությունն է, հակաիրավական ընդ որում, որովհետեւ քաղաքացու ընտրական իրավունքը նման կերպ որևէ դեմոկրատական իրավունքում երկրում չի սահմանափակվում։ Բայց սրանք ժամանակավոր բաներ են, այդ թվում էս խիստ խտրական եւ դատապարտելի օրենսդրական նախաձեռնությունը անշուշտ ցանկացած ընտրության համար ցանկացած ժողովուրդ գին է վճարում։ 2018-ին անծրագիր Նիկոլ Փաշինյանին ընտրելու գինը դարձավ 2020-ի պատերազմը։ Պատերազմում պարտված Նիկոլին վերընտրելու գինը դարձավ Արցախի կորուստը։ Հունիսի 7-ի ընտրությունն էլ որոշակի հետևանք եւ ծանր հետևանք մեր պետությանը ժողովրդի համար ունենալու է, որտեվ հնարավոր չի տեղի ունենա ընտրություն, որը դրական կամ բացասական հետևանք չի ունենում։ Բնության մեջ նման բան չկա։ Մյուս կողմից ես ուզում եմ մեր հայրենակիցները հատկապես Մոսկվայում, Ռուսաստանի այլ քաղաքներում բնակվող, իդեպ վերջի շրջանում ես առիթ եմ ունեցել Կրասնոդար քաղաքի մեր հայրենակիցների հետ շփվել, մոտ մի քանի ամիս առաջ շատ հաճելի տպավորություններ եմ ստացել եւ
լավ լիսկերով վերադարձել եմ Երևան, կարծում եմ դրական լիսկեր ես էլ Կրասնոդարում թողել եմ մեր հայրենակիցների շրջանում։ Այնուամենայնիվ ես ուզում եմ, որ մենք անդադ նվնվալու, բողոքելու, դժգոհելու, մեր ճակատագիրը անիծելու փոխարեն այն Վազգեն Սարգսյանի ասած շատ կարևոր բանը, ասում են լացի փոխարեն յուրաքանչյուրս մեր մոմը վառենք, սա շատ կարևոր խորհուրդ ունեցող արտահայտություն է։ Ես հավատում եմ պայքարին, հավատում եմ Հայաստանի ապագային, գիտեմ, որ մենք արկածախնդրության հետևանքով արդեն ունենք անդառնալի կորուստներ եւ ցավոք սրտի դիմացը գուցե էլի կորուստներ ունենանք, բայց ես մի տեսակ եմ քաղաքական գործչի եւ մարդու, որը միշտ հավատում է պայքարին, միշտ հավատում է պայքարի արդյունավետությանը եւ ես հիմա էլ եմ հավատում, որ մենք ունենք հրաշալի ժողովուրդ, որի մի մասը ցավոք սրտի մոլորված է, բայց այդ մոլորված հատվածին նույնիսկ թիրախավորել չի կարելի։ Մենք ունենք հրաշալի համայնքներ աշխարհի տարբեր երկրներում եւ հատկապես Ռուսաստանում, եւ ես հույս ունեմ, որ մեր համազգային ջանքերով առաջիկա ամիսներին դժվար փորձությունների շատ անհավասար պայքարի միջոցով այնուամենայնիվ կարող ենք Հայաստանում վերականգնել սոլիդ իշխանությունը, կարող ենք ունենալ հանրային համերաշխություն, որը կարող է բերել արտաքին ռիսկերի կառավարմանը։ Ես այդ համոզումն ու այդ վճռականությունը ունեմ, եւ եթե որոշ ընդդիմադիր գործիչներ շոկի մեջ են վերջին խորհրդարանական ընտրություններից, ես հուսահատության կամ շոկի տրամադրություններ ընդհանրապես չեմ ունեցել, որտեղ քաղաքական գործիչը պարտավոր է մեկ պլանից բացի ունենալ բազմաթիվ պլաններ, եւ դրանով ենք մենք մեր հասարակության մյուս անդամներից տարբերվում կամ դրանով պիտի տարբերվենք։ Ես վստահ եմ, որ մեր հավաքական պայքարը պսակվելու է հաջողությամբ։ Շնորհակալ եմ, պարոն Սուրենյանց, մեզ բոլորիս մաղթում եմ այն, ինչ որ դուք ասեցիք, պայքարը նոր է սկսվում, պայքարը շատ կատաղի է լինելու, բայց մեր հայրենիքի եւ մեր հայ մնալու մասին է խոսքը եւ անպայման հասնելու ենք մեր նպատակին։ Սիրելի ունկնդիրներ, մենք հրաժեշտ ենք տալիս պարոն Սուրենյանցին, շատ շնորհակալություն իրեն, շատ շնորհակալություն ձեզ ձեր բոլոր հարցերի համար, մասնակցության համար եւ շարքը կշարունակենք եւ մոտ ապագայում մեծ հույսով, որ պարոն Սուրենյանցը մեզ մոտ այստեղ առաջինը կավետի այս կոլոնարար իշխանության ավարտը եւ մեր հայկական նոր ուղու սկիզբը։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Միշտ պատրաստ եմ, շնորհակալություն հարցերի համար։